Այն, ինչ պետք է լիներ սովորական բարեգործություն, վերածվեց ճակատագրական հանդիպման։ Դու… Ես հայրիկս, շնջաց աղջնակը, հույսով լի աչքերով։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ պետք է լինի ավելին, քան ուղղակի հայտնի անուն։ Նա պետք է ներկա լիներ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Արմեն Սարգսյանը դիտում էր Երանի համայնապատկերն իր ներկրված մեքենայի զրահապատ ապակուց։ Հսկայական շենքերը, քաոսային երթևեկությունը, այս ու այն կողմ վազող մարդիկ։ Այս ամենը թվում էր այնքան հեռու, այնքան փոքր, վերից նայելիս։ 35 տարեկանում նա ղեկավարում էր երկրի խոշորագույն գործարար կայսրություններից մեկը, որը ժառանգել էր հորից, ով հազվադեպ էր ներկա եղել նրա կյանքում որպես ժառանգություն, թողել էր միայն թվեր բանկային հաշիվներին մի ազգանուն, որը բացում էր բոլոր դռները։ Արմենը վաղ էր սովորել, որ զգացմունքները վտանգավոր շքեղություն են, իսկ թուլություն ցուցաբերելը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է։ Նրա ձեռքն անգիտակցաբար շարժվեց դեպի կուրծքը, սպիտակ վուշե վերնաշապիկի վրայից դիպչելով արծաթե մեդալիոնին, որը նա երբեք չէր հանում վզից։ 5 տարի։ 5 տարի էր անցել, ինչ Անահիտը հեռացել էր, իր հետ տանելով նրա այն միակ մասնիկը, որը դեռ գիտեր զգալ։ Նա մի պահ փակեց աչքերը, թույլ տալով իրեն հիշել կնոջ ժպիտը, թե ինչպես էին նրա շագանակագույն մազերը պարում քամու տակ, երբ կիրակի օրերին միասին քայլում էին Մաշտոցի պողոտայով։ Անահիտը տարբերվում էր բոլոր այն կանանցից, որոնք շրջապատում էին նրան իր արտաքին փայլի աշխարհում։ Նա ուսուցչուհի էր, ապրում էր Մալաթիա Սեբաստիայի հասարակ բնակարաններից մեկում, ամեն օր մետրո էր նստում, չէր տպավորվում թանկարժեք ռեստորաններում ընթրիքներից կամ միջազգային ուղղություններից։ Նրան տպավորել էր Արմենի մեջ հենց այն, ինչ ուրիշ ոչ ոք չէր տեսնում, հարստության հետում թաքնված տղամարդը, պաշտպանիչ շերտերի տակ թաքնված մարդկային էակը։ Բայց նրանց աշխարհը երբեք չէր ընդունել այդ միությունը։ Սարգսյանների ընտանիքն այլ ծրագրեր ուներ ժառանգորդի համար, Անահիտը չէր տեղավորվում այդ ծրագրերում։ Արմենը հիշում էր թեժ վիճաբանությունները քեռու Մարսելի հետ, ով ընտանեկան բիզնեսի կառավարիչն էր, 60-ամյա մի տղամարդ, որը զգացմունքները դիտարկում էր որպես սպառնալիք ունեցվածքի համար։ Հիշում էր ճնշումները, պաշտոնական ընթրիքների ժամանակ դատապարտող հայացքները, չարախոս մեկնաբանությունները, որոնք հասնում էին Անահիտին։ Եվ հետո նա պարզապես անհետացավ։ Մի օր նա այնտեղ էր, ծիծաղում էր իր անհաջող կատակների վրա, իսկ հաջորդ օրն անհետացել էր, առանց հետ թողնելու։ Արմենը ամիսներ շարունակ փնտրեց նրան, քննիչներ վարձեց, ամբողջ քաղաքը շուռ տվեց։ Երբ վերջապես գտավ նրան, արդեն շատ ուշ էր։ Թերթում մի լուր, մի փոքրիկ հոդված միջադեպի մասին, որը խլել էր երիտասարդ ուսուցչուհու կյանքը։ Ոչ մի մանրամասն, ոչ մի բացատրություն։ Միայն այն համոզմունքը, որ նա հեռացել էր ընդմիշտ։ Այդ օրվանից Արմենն էլ ավելի խորը սուզվեց աշխատանքի մեջ։ Անվերջ հանդիպումներ, մշտական գործուղումներ, ընկերությունների ձեռքբերում, միաձուլումներ, միլիոնավոր դրամների գործարքներ։ Ամեն ինչ չմտածելու, չզգալու համար։ Կենտրոնում գտնվող նրա պենթհաուսը դատարկ շքեղության թանգարան էր, որտեղ նա անցկացնում էր ընդամենը մի քանի ժամ քնելու համար, նախքան գրասենյակ վերադառնալը։ Անթերի սպիտակ պատերը, ներկրված դիզայներական կահույքը, լուսավորված քաղաքի համայնապատկերային տեսարանը։ Ամեն ինչ կատարյալ էր, ամեն ինչ սառը, ամեն ինչ անկենդան։ Կային սենյակներ, որոնք նա երբեք չէր օգտագործում, գուրման խոհանոց, որտեղ ոչ ոք չէր պատրաստում, հյուրասենյակ, որտեղ ոչ ոք չէր ծիծաղում։ Այնտեղ լռություն դեր, որը խախտվում էր միայն օթորակիչի զուսպ խշշոցով իտալական մարմարի վրա, իր իսկ քայլերի արձագանքով։ Նա ընկերներ չուներ, միայն գործընկերներ։ Ընտանիք չուներ, միայն ժառանգներ, որոնք սպասում էին իրենց հերթին։ Քերի Մարսելը, նրա շահամոլ զարմուհիները, հեռավոր ազգականները, որոնք հայտնվում էին միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունեին։ Նա կյանք չուներ, միայն գոյություն։ Մի գոյություն, որը նշանավորվում էր հաշվետվություններով, զեկույցներով, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հինգաստղանի հյուրանոցներում համաժողովներով, հանդիպումներով, որտեղ բոլորը համաձայնում էին այն ամենի հետ, ինչ նա ասում էր, ոչ թե հարգանքից, այլ շահից ելնելով։ Արմենը դա գիտեր։ Վաղուց էր սովորել տարբերել անկեղծ հիացմունքը հաշվարկված շողոքորթությունից։ Եվ ժամանակի ընթացքում սովորել էր նա չանհանգստանալ այդ տարբերությունից։ Մանկատուն այցելելու գաղափարն անսպասելիորեն ծագեց ընկերության սոցիալական պատասխանատվության թիմի հետ հանդիպման ժամանակ։
Ինչ-որ մեկը նշեց սոցիալական նախագծերի կարևորությունը կորպորատիվ իմիջը բարելավելու, շուկայում բրենդն ամրապնդելու, համայնքի հանդեպ հանձնառություն ցուցաբերելու համար, Արմենը լսեց, թե ինչպես ինքն ասաց, որ անձամբ կայցելի։ Ճիշտ չգիտեր, թե ինչու համաձայնեց։ Գուցե դա ապակե պղպջակի մեջ ապրելուց հոգնածությունն էր, կամ գուցե նրա մի մասնիկը, շատ փոքր գրեթե խեղդված, դեռս ինչ-որ նպատակ էր փնտրում հաշվետվությունների թվերից այն կողմ։ Մեքենան կանգ առավ Ավան թաղամասի հին շենքի դիմաց։ Հույսի տուն, մանկատունը այնպիսի վայր չէր, որտեղ Արմենը հաճախ էր լինում։ Ճակատամասը ներկելու կարիք ուներ, երկաթե դարպասը ջռում էր բացվելիս, իսկ մուտքի փոքրիկ այգին լի էր վերամշակված նյութերից պատրաստված ինքնաշեն խաղալիքներով։ Նա իջավ մեքենայից, ուղղելով մուգ մոխրագույն պիջակը, իրեն անհարմար զգալով այդ տեսարանում, որն այնքան տարբերվում էր իր ապակու պողպատի տիեզերքից։ Վահեն, նրա օգնականը, 40-ամյա մի տղամարդ, որը նրան ուղեկցում էր արդեն մեկ տասնամյակ, քայլում էր նրա կողքին։ Հենց նա էր կազմակերպում Արմենի կյանքը, ստում զանգերը, մարդկանց պահում անհրաժեշտ հեռավորության վրա։ Վահեն գիտեր իր ղեկավարի առօրյայի յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր շարժուց, յուրաքանչյուր իմաստալից լռություն։ Մանկատան ներսում հակադրությունն էլ ավելի մեծ էր։ Պատերին կավիճներով գուաշով արված մանկական նկարներ կային, անփույթ գծերով, որոնք կազմում էին ժպտացող ընտանիքներ, ծխնելույզներով տներ, հսկայական դեղին առներ, բազմագույն ծիածաններ։ Խոհանոցից տնական ուտեստի հոտ էր գալիս, մեծ կաթսաներում պատրաստված բրինձ, ոսպ, այն մխիթարող բույրը, որը հիշեցնում էր իսկական տներ, ոչ թե շքեղ ռեստորաններ։ Երեխաների ձայներն արձագանքում էին միջանցքներում, ուրախության ճիչերի, վարակիչ ծիծաղի, խաղալիքների ու խաղերի մասին աշխույժ խոսակցությունների խառնուրդ։ Մոտ 50 տարեկան մի կին, ալեհեր մազերը կոկիկ հավաքած անկեղծ ժպիտով, դիմավորեց նրանց։ Դա տիկին Մարինեն էր, մանկատան տնօրենը, ով իր կյանքի վերջին 20 տարին նվիրել էր լքված երեխաների խնամքին։ Նրա դեմքին կնճիռներ կային, որոնք պատմում էին անհանգստության, բայց նա ուրախության պատմություններ։ Նրա աչքերը փայլում էին այն վճռականությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր իրենցից ավելի մեծ նպատակ են ընտրել։ Նա հասարակ հագուստ էր կրում, բամբակյա զգեստ հարմարավետ կոշիկներ, որոնք հարմար էին օրվա ընթացքում տասնյակ երեխաների հետից վազելու համար։ Արմենը պաշտոնական ողջույնի համար ձեռքը մեկնեց, տիկին Մարինեն ամուր սեղմեց այն, ուսումնասիրելով այդ բարձրահասակ, լայնաթիկունք փակ արտահայտությամբ տղամարդուն։ Նա տարիների ընթացքում շատ այցելուներ էր տեսել, ոմանք առաջնորդված իսկական բարեգործությամբ, մյուսները պարզապես սոցիալական արարողակարգեր կատարելով։ Դեռ չէր կարողանում հասկանալ, թե որ կատեգորիային է պատկանում Արմենը։ Նա Արմենին առաջնորդեց միջանցքներով, բացատրելով մանկատան աշխատանքի, մշտական կարիքների, այդքան քիչ ռեսուրսներով այդքան շատ երեխաների ուշադրություն քնքշություն տալու մարտահրավերների մասին։ Արմենը ուշադիր լսում էր, բայց նրա միտքը կիսված էր կնոջ խոսքերի այն միջավայրի դիտարկման մեջ, որը կարծես պատկանում էր մեկ այլ չափման։ Երբ հասան ներքին բակ, որտեղ երեխաները խաղում էին ճաշից հետո, Արմենը կրծքում տարօրինակ զգացողություն ունեցավ։ Նրանք այնքան շատ էին, բոլոր տարիքի, վազում էին, ծիծաղում, վիճում խաղալիքների համար, գրկախառնվում, կռվում, հաջորդ րոպեին հաշտվում։ Կյանքը բաբախում էր իր ամենամաքուր ամբարդ ձով։ Ոմանք հետաքրքրությամբ մոտեցան, հարցնելով, թե ով է նա, որտեղից է, արդյոք գրպաններում քաղցրավենիք ունի։ Վահեն նրանց պահում էր հարգալից հեռավորության վրա, բայց Արմենը նկատեց, որ իրեն դուր է գալիս նրանց անմիջականությունը։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Բակի անկյունում, փայտե փոքրիկ նստարանին միայնակ նստած էր մի աղջիկ, որը չէր մասնակցում ընդհանուր իրարանցմանը։ Նա առավելագույնը 5 տարեկան կլիներ, հագին ուներ ծաղկավոր բամբակյա հասարակ զգեստ, իսկ բաց շագանակագույն մազերը հյուսված էին երկու հյուսիկով։ Արմենի ուշադրությունը ամենաշատը գրավեց նրա հայացքը։ Մինչ մյուս երեխաները խաղի եռուզեռի մեջ էին, այդ աղջիկը պարզապես դիտում էր, կարծես միշտ դրսում լիներ, միշտ ամեն ինչից զատ։ Տիկին Մարինեն նկատեց նրա հայացքը։ Սոֆին է, ասաց նա մեղմորեն։ Աղջիկը մանկատուն էր եկել 4 տարի առաջ, հայտնաբերվելով մի նուրբ իրավիճակում, որի մասին ոչ ոք չէր սիրում մանրամասնել։ Ընտանիքի մասին տեղեկություններ չունեին, ոչ մի փաստաթուղթ, բացի հասարակ ծննդյան վկայականից։ Նա հանգիստ երեխա էր, իր տարիքի համար չափազանց դաստիարակված, որը հազվադեպ էր լաց լինում կամ ուշադրություն պահանջում։ Երբեմն, խոստովանեց տիկին Մարինեն, այս լռությունն ավելի շատ է անհանգստացնում, քան մյուսների լացը։ Արմենն անբացատրելի հետաքրքրություն զգաց։ Ներողություն խնդրեց, քայլեց դեպի նստարանը։
Աղջիկը բարձրացրեց աչքերը, երբ նա մոտեցավ, խորը շագանակագույն հայացք, որը կարծես հարցեր էր կրում, որոնք երեխաները չպետք է տան։ Կարող եմ այստեղ նստել, հարցրեց նա, մատնացույց անելով նրա կողքի դատարկ տեղը։ Սոֆին գլխով արեց, թեթ ու նուրբ շարժումով։ Արմենը նստեց, իրեն տարօրինակ զգալով այդ դիրքում, թանկարժեք պիջակը ուսերին իտալական կոշիկները, ճաքճքած ցեմենտե հատակին։ Չես ուզում խաղալ մյուսների հետ, հարցրեց նա, փորձելով բնական հնչել։ Երբեմն խաղում եմ, պատասխանեց նա մեղմ ու պարզ ձայնով։ Բայց ես սիրում եմ նա այստեղ նստել ու մտածել։ Ինչի՞։ Մասին ես մտածում։ Շատ բաների։ Թե ինչպիսին է աշխարհը դրսում։ Արդյոք կան մարդիկ, որոնք շատ հեռու տեղեր են գնում։ Արդյոք իսկական ձյուն կա, ինչպես ֆիլմերում։ Եվ արդյոք մարդիկ, որոնք գնացել են, մի օր վերադառնում են։ Վերջին նախադասությունը Արմենին հարվածեց անտեսանելի բռունցքի պես։ Նա ծանոթ էր այդ սպասմանը, այն համառ հույսին, որը պնդում է հավատալ, որ բացակայողները կարող են վերադառնալ։ Իսկ դու ունես մեկը, ով գնացել է, զգուշորեն հարցրեց նա։ Մայրիկս, պարզապես ասաց Սոֆին։ Տիկին Մարինեն ասում է, որ նա պետք է գնար մի տեղ, որտեղ ես դեռ չեմ կարող գնալ։ Բայց մի օր ես նորից կգտնեմ նրան։ Արմենը կուլ տվեց։ Ուզում էր ինչ-որ մխիթարական բան ասել, բայց բառերը չէին գտնվում։ Փոխարենը թույլ տվեց, որ լռությունը լցնի նրանց միջ եղած տարածությունը։ Դա տարօրինակ լռություն էր, ոչ անհարմար, պարզապես լի չասված իմաստներով։ Դուք կարո՞ր մարդ եք, հանկարծ հարցրեց Սոֆին։ Բոլորը փոխվեցին, երբ դուք եկաք։ Արմենը քիչ մնաց ծիծաղեր հարցի դաժան անկեղծությունից։ Մարդիկ ասում են, այո, պատասխանեց նա։ Բայց ես վստահ չեմ, թե դա ինչ է նշանակում։ Ես էլ չգիտեմ, թե ինչ է նշանակում կարող լինել, ասաց նա։ Բայց կարծում եմ, դա լավ բան պետք է լինի, որովհետև այդ դեպքում մարդիկ քեզ չեն մոռանում։ Այդ պարզ պնդումը հարվածեց Արմենի մի մասին, որը նա տարիներ շարունակ փակ էր պահում։ Նա առաջին անգամ իսկապես նայեց աղջկան, տեսնելով արտաքինից այն կողմ։ Նրա մեջ տեսավ միայնություն, որը ճանաչում էր, մի տեսակ լքվածություն, որը ցավում էր առանց աղմուկի։ Նրանք զրուցեցին գրեթե 1 ժամ։ Սոֆին նրա կյանքի մասին հարցեր էր տալիս այնպիսի անկեղծ հետաքրքրությամբ, որը վաղուց ոչ ոք չէր ցուցաբերել։ Ուզում էր իմանալ, արդյոք ճիշտ է, որ կան ինքնաթիռներ, որոնք ամպերից բարձր են թռչում, արդյոք այլ երկրներում մարդիկ տարբեր լեզուներով են խոսում, արդյոք նա երբեք ծովը մոտիկից տեսել է։ Արմենը նկատեց, որ պատասխանում է անսովոր ազնվությամբ, նկարագրելով մանրամասներ, որոնք սովորաբար սովորական կհամարեր։ Խոսեց ճանապարհորդությունների, աշխատանքի մասին, թե ինչպես է քաղաքը շենքերի բարձունքից նմանվում մրջնանոցի, որտեղ յուրաքանչյուր մարդ գնում է իր ճանապարհով, չնկատելով ամբողջը։ Խոսեց հսկայական սեղաններով սենյակներում հանդիպումների, որոշումների մասին, որոնք փոխում էին ամբողջ ընկերությունների ուղղությունը, մի ազգանուն կրելու պատասխանատվության մասին, որը ծանր էր զրահի պես։ Սոֆին ուշադիր լսում էր, յուրաքանչյուր բառը կլանելով այնպես, կարծես դրանք գաղտնի պահարաններում պահված հազվագյուտ գանձեր լինեին։ Նրա աչքերը փայլում էին, երբ նա հեռավոր վայրեր էր հիշատակում, նա զարմանալիորեն խորաթափանց մեկնաբանություններ էր անում այդքան երիտասարդ մեկի համար։ Ասում էր, որ միայնակ պետք է լինի միշտ այդքան բարձրում, մյուս մարդկանցից հեռու։ Ասում էր, որ կարևոր որոշումները պետք է վախեցնեն, որովհետև երբ սխալվում ենք, ավելի շատ մարդկանց ենք վնասում։ Արմենը զարմանում էր այդ վաղահաս իմաստության, այդ նրբությունները հասկանալու ունակության վրա, որոնք մեծահասակները հազվադեպ էին ընկալում։ Մի պահ Սոֆիի հայացքն ընկավ Արմենի կրած վզնոցի վրա։ Նա ամաչկոտությամբ մատնացույց արեց։ Այդ ի՞նչ է, հարցրեց։ Արմենն ինքնաբերաբար ձեռքը տարավ դեպի մեդալիոնը, այն առարկան, որը միաժամանակ իր բանտն էր ու ապաստանը։ Հիշատակ է, ասաց նա։ Շատ թանկ մեկից։ Կարող եմ տեսնել, խնդրեց նա մի քնքշությամբ, որը զինաթափում է ցանկացած պաշտպանություն։ Արմենը վարանեց։ Վերջին 5 տարում ոչ ոք չէր տեսել այդ մեդալիոնի պարունակությունը։ Դա իր գաղտնիքն էր, իր անձնական ցավը։ Բայց ինչ-որ բան այդ խնդրանքի անմեղության մեջ, ինչ-որ բան այնձի մեջ, թե ինչպես էր Սոֆին նայում իրեն առանց դատապարտելու, ստիպեց նրան զիջել։ Դողացող մատներով նա բացեց արծաթե փոքրիկ մեդալիոնը։ Ներսում մի փոքրիկ լուսանկար կար, որը թեթակի խամրել էր ժամանակի ընթացքում։
Անահիտը ժպտում էր նկարում, մազերն արձակված քամու տակ, աչքերը փայլում էին այն լույսով, որը միայն նա ուներ։ Արմենի կուրծքը սեղմվում էր ամեն անգամ, երբ նայում էր այդ լուսանկարին, բայց նա զգում էր, որ դա միակ միջոցն է նրան ինչ-որ տեղ կենդանի պահելու։ Սոֆին թեքվեց, ավելի լավ տեսնելու համար, հետո տեղի ունեցավ ինչ-որ արտասովոր բան։ Նրա դեմքը գունատվեց, աչքերը լայն բացվեցին, նա դողացող ձեռքը տարավ բերանին։ Նրանից խուլ ձայն դուրս եկավ, զարմանքի ճանաչման։ Միջ։ Արմենը կնճռոտեց ճակատը, շփոթված այդ արձագանքից։ Սա իմ մայրիկն է, շնջաց Սոֆին մի շշուկով, որն ավելի շատ աստվածային հայտնության էր նման։ Արմենը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Ինչպես թե քո մայրիկը, հարցրեց նա, փորձելով հանգիստ պահել ձայնը, մինչ սիրտը վայրիորեն բաբախում էր։ Նա է, պնդեց Սոֆին, աչքերը հառած լուսանկարին։ Ես հիշում եմ։ Ես շատ փոքր էի, բայց հիշում եմ նրա դեմքը, թե ինչպես էր նա նայում ինձ։ Դա իմ մայրիկն է։ Հատակը կարծես անհետացավ Արմենի ոտքերի տակից։ Նա նայեց լուսանկարին, հետո աղջկան, հետո նորից լուսանկարին։ Անհնար է։ Դա անհնար էր։ Անահիտը երեխաներ չուներ, նա կիմանար, նա կասեր։ Բայց այդ դեպքում ինչու էր այդ երեխան այդքան վստահորեն ճանաչում լուսանկարը։ Ինչու էին այդ շագանակագույն աչքերն այդքան ծանոթ թվում հիմա, երբ նա ուշադրություն էր դարձնում։ Պարզապես նմանություն պետք է լինի, ասաց նա, ավելի շատ իրեն, քան նրան։ Երբեմն մարդիկ նման են լինում։ Բայց Սոֆին հայացքը չէր կտրում լուսանկարից, կարծես հիպնոսացած լիներ։ Եվ հետո նա տվեց այն հարցը, որը կփոխեր ամեն ինչ, այն հարցը, որը կբացեր մի դուռ, որի գոյության մասին Արմենը չգիտեր։ Եթե նա քո թանկ հիշատակն է, նա իմ մայրիկն է, ասաց նա երեխաներին բնորոշ անթերի տրամաբանությամբ, ապա դու իմ հայրիկն ես։ Արմենը չկարողացավ պատասխանել։ Բառերը խեղդվեցին կոկորդում, օդը պակասեց թոքերում, շուրջ բոլորը ամեն ինչ կարծես դանդաղեցված կադրի մեջ մտավ։ Վահեն, որը հեռվից հետում էր, նկատեց փոփոխությունը, արագ մոտեցավ, բայց Արմենը ժեստ արեց, որ նա կանգնի։ Նա նայեց Սոֆիին, իսկապես նայեց։ Դեմքի ձը, քթի կորությունը, խորը աչքերը։ Եվ 5 տարվա մեջ առաջին անգամ Արմեն Սարգսյանը թույլ տվեց, որ մի անհնարին հավանականություն մտնի իր մտքի մեջ։ Իսկ եթե Անահիտը գաղտնիք ուներ։ Իսկ եթե նա հեռացել էր ոչ թե իր ընտրությամբ, այլ անհրաժեշտությամբ։ Իսկ եթե այդ երեխան, որը նստած էր այնտեղ իր կողքին, իր Անահիտի այն մասնիկն էր, որը ճակատագիրը պնդում էր միավորել։ Նրանց միջ խոսակցությունը շարունակվեց, բայց Արմենն արդեն լիովին ներկա չէր։ Նրա միտքը հազարավոր տարբեր ուղղություններով էր սլանում, հիշողություններ փնտրելով, նշաններ փնտրելով, փորձելով հավաքել մի գլուխկոտրուկի կտորներ, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Երբ վերջապես հրաժեշտ տվեց Սոֆիին, խոստանալով վերադառնալ, նա իր հետ տանում էր շատ ավելին, քան մի տարբերվող կեսօրվա հիշողությունը։ Նա տանում էր մի կասկած, որը քայքայում էր, մի հույս, որը սարսափեցնում էր, մի աճող համոզմունք, որ իր կյանքը պատրաստվում էր փոխվել այնպիսի ձերով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Արմենն այդ գիշեր չքնեց։ Պառկած իր բնակարանի հսկայական մահճակալին, նայելով բարձր առաստաղին, որտեղ քաղաքի լույսերն արտացոլվում էին հսկայական պատուհաններից, նրա միտքը չէր կարողանում հանգստանալ։ Սոֆի, Անահիտի լուսանկարը ճանաչելու տեսարանը կրկնվում էր անվերջ ֆիլմի պես։ Այդ լայն բացված շագանակագույն աչքերը, մանկական ձայնի վստահությունը, այն ձդ, թե ինչպես նա այդքան համոզված ասաց իմ մայրիկը։ Հնարավոր էր։ Իսկապես հնարավոր էր, որ Անահիտը դուստր ունեցած լիներ, նա երբեք չիմանար։ Առավոտյան ժամը 5-ին նա հրաժարվեց քնելու փորձերից։ Լոգանք ընդունեց, հագավ ածխագույն կոստյում, զանգահարեց Վահեին, նախքան արը լիովին կծագեր։ Նրան պատասխաններ էին պետք էին անհապաղ։ Օգնականը սովոր լինելով իր ղեկավարի անկանխատեսելի սովորություններին, պատասխանեց երկրորդ զանգին, ձայնը դեռ քնաթաթախ, բայց պրոֆեսիոնալ։ Պետք է մի բան հետաքննես, առանց նախաբանի ասաց Արմենը։ Ուզում եմ հույսի տուն մանկատան մի երեխայի մասին բոլոր հնարավոր տեղեկությունները։ Անունը՝ Սոֆի։ Ազգանունը չգիտենք։ Այնտեղ է հայտնվել 4 տարի առաջ։ Պետք է իմանամ, որտեղից է եկել, ով է նրան այնտեղ տարել, ցանկացած փաստաթուղթ, ցանկացած հետք։ Եվ Վահե, նա դադար տվեց, ինձ գաղտնիություն է պետք։ Ոչ ոք չպետք է իմանա, որ մենք սա հետաքննում ենք։ Գծի մյուս կողմում Վահեն մի քանի վայրկյան լուռ մնաց, մարսելով անսովոր խնդրանքը։
Հասկանալի է, պարոն Սարգսյան։ Անմիջապես կսկսեմ։ Կարող եմ հարցնել հետաքննության պատճառը։ Արմենը վարանեց։ Վահեն հավատարիմ էր, 10 տարի աշխատում էր նրա հետ, գիտեր նրա գաղտնիքները, երբեք դրանք չէր բացահայտել։ Բայց սա այլ էր։ Սա վերաբերում էր իր մի մասին, որը նա միշտ փակ էր պահել։ Անձնական է, վերջապես պատասխանեց նա։ Շատ անձնական։ Հաջորդ ժամերը տանջալի էին։ Արմենը փորձեց կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց նրա առջ դրված հաշվետվությունները կարծես այլ լեզվով գրված լինեին։ Փաստաթղթեր ստորագրեց, առանց իսկապես կարդալու, համաձայնեց առաջարկների հետ հանդիպումների ժամանակ, առանց ուշադրություն դարձնելու, անտեսեց կարևոր զանգերը։ Նրա քարտուղարուհին Քրիստինեն, 40 անց արդյունավետ մի կին, որը տարիներ շարունակ կազմակերպում էր նրա օրակարգը, նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, բայց գիտեր, թե երբ պետք չէ հարցեր տալ։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Վահեն մտավ գրասենյակ, ձեռքին զուսպ թղթապանակ։ Նրա դեմքին լուրջ արտահայտություն կար, որը Արմենը լավ գիտեր։ Դա այն արտահայտությունն էր, երբ նա ինչ-որ կարևոր, հնարավոր է, անհանգստացնող բան էր պարզել։ Նախնական տեղեկություններ եմ հավաքել, սկսեց Վահեն, նստելով ապակե սեղանի դիմացի աթոռին։ Աղջիկը, Սոֆին, հույսի տուն է ընդունվել ուղիղ 4 տարի 2 ամիս առաջ։ Նրան գտել է սոցիալական աշխատողը, լքված վիճակում։ Մարդը, ով մինչ այդ խնամում էր նրան, վերջերս մահացել էր, այլ հայտնի հարազատներ չկային։ Արմենը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Շարունակիր։ Նրա ծննդյան վկայականը հասարակ է, առանց հոր անվան։ Մոր անունը նշված է Անահիտ Մանուկյան։ Աշխարհը կանգ առավ։ Անահիտ Մանուկյան։ Դա նա էր։ Իսկապես նա էր։ Արմենը բռնեց սեղանի եզրից, ձեռքերը թեթակի դողում էին։ Եվ ուրիշ բան կա։ Ծննդյան ամսաթիվը։ Վահեն նայեց թղթերին։ Մարտի 15, 5 տարի առաջ։ Պարոն Սարգսյան, նա վարանեց, հաշվարկներ անելով, դա նշանակում է, որ եթե այս երեխան Անահիտ Մանուկյանի դուստրն է, ապա նա հղի է եղել, երբ դուք դեռ միասին էիք։ Արմենը փակեց աչքերը։ Հիշողությունները հորթեցին։ Անահիտը ավելի լայն բլուզներ էր հագնում իրենց միասին անցկացրած վերջին ամիսներին։ Անահիտը չեղարկում էր հանդիպումները, ասելով, որ իրեն լավ չի զգում։ Անահիտը հեռու էր, խուսափող, երբ նա հարցնում էր, թե ինչ է կատարվում։ Նա այս ամենը վերագրել էր աշխատանքի սթրեսին, իր ընտանիքի ճնշումներին, սոցիալական առումով այդքան անհավասար հարաբերությունները պահպանելու դժվարություններին։ Երբեք ոչ մի վայրկյան չէր պատկերացրել, որ նա կարող է իր երեխային կրել։ Ինչո՞ւ նա ինձ չասաց, շշնջաց Արմենը, ավելի շատ իրեն, քան Վահեին։ Ինչո՞ւ նա պարզապես ինձ չասաց։ Վահեն հարգալից լռություն պահպանեց, թույլ տալով, որ իր ղեկավարը մարսի տեղեկությունները։ Մի քանի րոպե անց Արմենը բարձրացրեց աչքերը, այնտեղ նոր վճռականություն կար, մի բան, որը Վահեն տարիներ շարունակ չէր տեսել։ Ուզում եմ դնդ թեստ, վստահ ասաց նա։ Գաղտնի, արագ վերջնական։ Եվ ուզում եմ իմանալ Անահիտի կյանքի վերջին ամիսների մասին ամեն ինչ։ Որտեղ էր ապրում, ում հետ էր շփվում, ինչու այդքան հանկարծակի անհետացավ իմ կյանքից։ Կկազմակերպեմ, պարոն։ Բայց դնդ թեստի համար մեզ երեխայից նմուշ է պետք։ Ինչպես եք պատրաստվում դա ստանալ, առանց կասկածներ հարուցելու։ Արմենը մի պահ մտածեց։ Ես կվերադառնամ մանկատուն։ Կմտերմանամ նրա հետ, կշահեմ տիկին Մարինեի վստահությունը։ Գտիր մի միջոց, որ թեստը թվա սովորական ընթացակարգի մաս, առողջական ստուգում, ցանկացած բան։ Մինչ Վահեն դուրս էր գալիս, առաջադրանքները կատարելու, Արմենը մնաց գրասենյակում մենակ։ Վերցրեց հեռախոսը, երկար րոպեներ նայեց էկրանին, նախքան քաջություն հավաքելն անելու այն, ինչ պետք էր։ Հավաքեց մի համար, որից ամիսներ շարունակ խուսափում էր։ Քերի Մարսելը պատասխանեց երրորդ զանգին։ Արմեն, ինչ անակնկալ։ Կարծում էի, մոռացել ես, որ ես դեռ հեռախոսահամար ունեմ։ Քերու ձայնը լի էր սարկազմով։ Մարսել Սարգսյանը 60 տարեկան էր, ալեհեր մազերը կատարյալ սանրված, կոստյում, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան մի ամբողջ ընտանիքի տարեկան աշխատավարձը։ Նա Արմենի հոր կրտսեր եղբայրն էր, ստանձնել էր բիզնեսի կառավարումը, երբ նահապետը մահացել էր։ Տեխնիկապես Արմենն էր ամեն ինչի տերը, բայց Մարսելը միշտ այնպես էր իրեն պահում, կարծես ինքն էր իսկապես ղեկավարում կայսրությունը։
Ինձ որոշ տեղեկություններ են պետք, ասաց Արմենը, անտեսելով քեռու տոնը։ Անահիտի մասին։ Գծի մյուս կողմում ծանր լռություն տիրեց։ Այդ ուսուցչուհու մասին։ Արմեն, կարծում էի, դու հաղթահարել ես այդ պատմությունը։ 5 տարի է անցել։ Չեմ հաղթահարել, սառնորեն պատասխանեց Արմենը։ Եվ պետք է որոշ բաներ իմանամ։ Դու որե մասնակցություն ունեցել ես նրա, իմ կյանքից անհետանալու մեջ։ Մարսելի ծիծաղը չոր էր, առանց հումորի։ Արմեն, ես փորձում էի քեզ պաշտպանել։ Այդ կինը քեզ հարմար չէր։ Նա ապրում էր մի փոքրիկ բնակարանում, հասարակական տրանսպորտից էր օգտվում, որը նշանակալի սոցիալական կապեր չուներ։ Պատկերացնում ես սկանդալը, եթե դու դա պաշտոնականացնեիր։ Դու չպատասխանեցիր իմ հարցին, պնդեց Արմենը, ձայնը ցածր, բայց վտանգավոր։ Դու ինչ-որ բան արել ես նրան ինձնից հեռացնելու համար։ Եվս մեկ լռություն։ Հետո Մարսելը հոգոց հանեց։ Այո, ես նրա հետ անկեղծ զրույց եմ ունեցել։ Բացատրել եմ իրավիճակի իրականությունը։ Առաջարկել եմ առատաձեռն ֆինանսական փոխհատուցում, որպեսզի նա զգուշորեն հեռանա։ Նա մերժեց։ Ասաց, որ նա խնդրում է ինքնուրույն անհետանալ, քան սիրո համար փող ընդունել։ Դա նրա ընտրությունն էր, Արմեն, ոչ թե իմը։ Արմենը զգաց, թե ինչպես է զայրույթը եռացող լավայի պես բարձրանում։ Դու իրավունք չունեիր։ Դու ոչ մի իրավունք չունեիր միջամտելու։ Ես պարտականություն ունեի պաշտպանելու ընտանիքի ունեցվածքը, հակադարձեց Մարսելը, ձայնը խստանալով։ Եվ շարունակում եմ ունենալ։ Ինչ էլ որ դու ծրագրում ես, հուսով եմ, խելամիտ կլինի։ Մենք չենք կարող մեզ սկանդալներ թույլ տալ, հատկապես հիմա, երբ բանակցում ենք Թավադյան գրուպի հետ միաձուլման շուրջ։ Արմենն անջատեց հեռախոսը, առանց հրաժեշտ տալու։ Զայրույթը բաբախում էր քունքերին, բայց դրա հետ միասին նոր պարզություն էր գալիս։ Մարսելը վախեցրել էր Անահիտին։ Օգտագործել էր իր ուժը, իր ազդեցությունը, իր թունավոր խոսքերը, ոչնչացնելու համար միակ իսկական հարաբերությունը, որ Արմենը երբեք ունեցել էր։ Եվ հիմա, 5 տարի անց, Արմենը պարզում էր, որ այդ ընդհատված սերը կյանք էր տվել մի երեխայի, որը մեծացել էր առանց հոր, առանց իմանալու, թե որտեղից է գալիս։ Հաջորդ օրերին Արմենը վերադարձավ հույսի տուն։ Այս անգամ առանց Վահեի, առանց վարորդի, վարելով իր սեփական մեքենան, փորձելով ավելի քիչ վախեցնող թվալ։ Տիկին Մարինեն նրան ընդունեց զարմանքով, բայց նա լուռ հավանությամբ։ Քիչ հարուստ տղամարդիկ էին վերադառնում առաջին արարողակարգային այցից հետո։ Ուզում էի տեսնել, թե ինչպես կարող եմ օգնել, ասաց Արմենը, դա սուտ չէր։ Մտածում եմ կանոնավոր նվիրատվություններ անելու, գուցե հիմնադրամ ստեղծելու մանկատան բարելավման համար։ Բայց նախ կցանկանայի ավելի լավ ծանոթանալ երեխաների իրականությանը։ Տիկին Մարինեն նորից նրան առաջնորդեց, այս անգամ ցույց տալով նեղ սենյակները, որտեղ քնում էին 4-5 երեխա, խոհանոցը, որտեղ 40 բերանի համար ուտելիք էին պատրաստում սուղ բյուջեով, ինքնաշեն ուսումնական սենյակը, որտեղ կամավորները լրացուցիչ դասեր էին տալիս։ Արմենը կլանում էր ամեն ինչ, բայց նրա աչքերը փնտրում էին մի կոնկրետ մարդու։ Նա գտավ Սոֆիին բակի նույն նստարանին, ճմրթված թղթի վրա կավիճներով նկարելիս։ Նա բարձրացրեց հայացքը, երբ նա մոտեցավ, մի ամաչկոտ ժպիտ լուսավորեց նրա դեմքը։ Դուք վերադարձաք, ասաց նա, կարծես լիովին չհավատալով։ Խոստացա, որ կվերադառնամ, պատասխանեց Արմենը, նստելով նրա կողքին։ Կարող եմ տեսնել, թե ինչ ես նկարում։ Սոֆին ցույց տվեց նկարը։ Դա մի պարզ տուն էր, քառակուսի պատուհաններով, կարմիր դռնով թղթի անկյունում հսկայական արով։ Տան դիմաց 2 ձողիկներից պատրաստված մարդուկներ ձեռք ձեռքի էին տվել։ Մայր ու աղջիկ, բացատրեց նա։ Այսպես եմ պատկերացնում, թե ինչպես կլիներ, եթե նա այստեղ լիներ։ Արմենը կոկորդում կոշտուկ զգաց։ Իսկ ինչպես ես կարծում, որ կլիներ։ Նա մի պահ մտածեց, նարնջագույն կավիճը կանգնած օդում։ Կարծում եմ, մենք միասին բաներ կանեինք։ Կեփեինք, ֆիլմեր կդիտեինք, կխոսեինք քնելուց առաջ։ Մյուս երեխաներն այստեղ ասում են, որ մայրիկներն այդպիսի բաներ են անում։ Եվ նա հավանաբար ինձ կարևոր բաներ կսովորեցներ, օրինակ, ուժեղ լինել, երբ ամեն ինչ դժվար է։ Դու արդեն ուժեղ ես, մեղմորեն ասաց Արմենը։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Հաջորդ հանդիպումների ընթացքում, որոնք ավելի հաճախակի դարձան, Արմենը սկսեց իսկապես ճանաչել Սոֆիին։
Բացահայտեց, որ նա պաշտում է արկածային պատմությունները, հատկապես ծովահենների թաքնված գանձերի մասին, որ վախենում է ամպրոպից, բայց ծածնում է, թե խիզախ է, որպեսզի մյուս երեխաներին չանհանգստացնի, որ երազում է մի օր ծովը տեսնել ավազը զգալ ոտքերի մատների արանքում։ Բացահայտեց, որ նա բարի է փոքր երեխաների հետ, օգնում է նրանց կոշիկների կապիչները կապել, սրբում է նրանց արցունքները, երբ նրանք լաց են լինում մի բանի կարոտից, որը երբեք չեն ունեցել։ Բացահայտեց, որ նա իր սակավաթիվ իրերը կիսում է առանց բողոքելու, նույնիսկ երբ դա նշանակում է մնալ առանց ոչնչի, որ նա հին տետր ունի, դեղնած էջերով, որտեղ նկարում է վայրեր, որոնք կցանկանար այցելել, լողափեր, սարեր, բարձր շենքերով քաղաքներ։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Արմենը բերեց նկարազարդ մանկական պատմությունների գիրք, թանկարժեք հատոր, կոշտ կազմով փայլուն էջերով։ Սոֆին գիրքը բռնեց այնպես, կարծես դա աշխարհի ամենամեծ գանձը լիներ, մատները նրբորեն սահեցնելով գունավոր նկարազարդումների վրայով, վախենալով վնասել այդքան գեղեցիկ բանը։ Արմենը նստեց նրա կողքին բակի նստարանին, սկսեց բարձրաձայն կարդալ, մի բան, որը երբեք չէր պատկերացրել, որ կանի իր կյանքում։ Մյուս երեխաները մոտեցան, կիսաշրջան կազմելով նրանց շուրջ, բոլորը հիպնոսացած պատմությունից, նրա խորը ձայնից, որը պատմում էր հեռավոր թագավորությունների արկածների մասին։ Երբ ավարտեց ընթերցանությունը, Սոֆին գրկեց նրան։ Դա պարզ, ինքնաբուխ, անմեղ գրկախառնություն էր։ Բայց Արմենի համար դա այնպես էր, կարծես իր ներսի բոլոր կոտրված կտորները սկսեին նորից իրար միանալ։ Նա մի վայրկյան քարացավ, չիմանալով ինչպես պատասխանել, մինչ որ նրա ձեռքերը վերջապես շարժվեցին, նա պատասխանեց գրկախառնությանը, զգալով այդ փոքրիկ, փխրուն մարմնի հպումը իր կրծքին։ Եվ այդ պահին Արմենը վստահությամբ իմացավ. սա իր դուստրն էր։ Նա դա գիտեր ոչ միայն մտքով, այլ այն սրտով, որը կարծում էր, թե մահացել է 5 տարի առաջ։ Դնդ թեստի արդյունքը եկավ հինգշաբթի օրվա անձրոտ կեսօրին։ Վահեն մտավ գրասենյակ այն արտահայտությամբ, որը բնորոշ է ճակատագրեր փոխող ճշմարտություններ կրող մարդկանց։ Նա առանց խոսքի հանձնեց կնքված ծրարը, Արմենը բացեց այն ձեռքերով, որոնք փորձում էին չդողալ։ Հայրության հավանականությունը 99.9%։ Արմենը կարդաց ու վերընթերցեց այդ տողը մի քանի անգամ, կարծես բառերը կարող էին փոխել իրենց իմաստը։ Հետո թուղթը թողեց սեղանին, դեմքը ծածկեց ձեռքերով։ Վահեն մնաց այնտեղ, լուր վկան մի պահի, որը Արմենի կյանքը բաժանում էր առաջ, հետո ի։ Երբ վերջապես կարողացավ խոսել, Արմենի ձայնը խռպոտ էր։ Նա իմ դուստրն է, Վահե։ Սոֆին իմ դուստրն է։ Անահիտը հղի է եղել, ես չգիտեի։ Նա միայնակ է անցել այս ամենի միջով, միայնակ է ունեցել երեխային, միայնակ է մեծացրել մեր դստերը, ինչ որ այլս չի կարողացել, ես այնտեղ չեմ եղել։ Ես այնտեղ չեմ եղել, երբ նա իմ կարիքն ուներ։ Մեղքի զգացումի բեռը ճնշող էր, բայց դրա հետ միասին նոր բան էր գալիս, մի բան, որը Արմենը վաղուց չէր զգացել։ Նպատակ։ Նա դուստր ուներ։ Մի գեղեցիկ, խելացի, դիմացկուն աղջիկ, որը կրում էր իր կեսը Անահիտի կեսը։ Երկրորդ հնարավորություն, ինչ-որ բան ճիշտ անելու, լինելու ինչ-որ մեկը, սառը գործարարից բացի։ Բայց բացահայտման ուրախությունը կարճ տեց։ Այդ նույն գիշեր Արմենը զանգ ստացավ Մարսելից։ Քերին ձայնի մեջ այլ տոն ուներ, անհանգստության սպառնալիքի միջ։ Իմացա, որ հաճախակի այցելություններ ես անում մի մանկատուն, առանց նախաբանի ասաց Մարսելը։ Հուսով եմ, որ խենթություն անելու մտադրություն չունես։ Ինչպես իմացար, ծառնորեն հարցրեց Արմենը։ Ես իմ կապերն ունեմ, Արմեն։ Եվ ես պարտականություն ունեմ պաշտպանելու ընտանիքի շահերը։ Եթե դու մտածում ես ինչ-որ երեխայի բերել մեր շրջապատ, պետք է քեզ զգուշացնեմ հետանքների մասին։ Ժառանգության, օրինականության, հանրային իմիջի հարցեր։ Դա քաոս կլինի։ Արմենը զգաց, թե ինչպես է հին զայրույթը վերածնվում, բայց հիմա այն ուղեկցվում էր նոր ուժով։ Ես թույլ չեմ տա, որ դու նորից միջամտես, Քերի։ Դու մի անգամ արդեն ոչնչացրել ես երջանիկ լինելու իմ հնարավորությունը։ Նորից չես ոչնչացնի։ Ես չեմ, որ ոչնչացնում եմ, Արմեն, հակադարձեց Մարսելը։ Ես եմ, որ պաշտպանում եմ։ Եվ եթե դու խելամիտ չլինես, ես ստիպված կլինեմ միջոցներ ձեռնարկել, երաշխավորելու, որ այս իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։ Քողարկված սպառնալիքը կախվեց օդում մութ ամպի պես։ Արմենն անջատեց հեռախոսը, մնաց նայելու քաղաքի լույսերին պատուհանից։ Նա դուստր ուներ։
Մի դուստր, որն արժանի էր իմանալ ճշմարտությունը, որն արժանի էր հայր ունենալ, որն արժանի էր այն ամենին, ինչ նա չէր ունեցել մեծանալիս։ Բայց դա նրան տալու համար նա պետք է դիմակայեր իր իսկ ընտանիքին, մարտահրավեր նետեր տասնամյակներ շարունակ հաստատված իշխանական կառույցներին, վտանգի ենթարկեր այն կայսրությունը, որը կառուցելու համար տարիներ էր պահանջվել։ Իսկ դուք ինչ կանեիք Արմենի փոխարեն։ Կդիմակայեիք ամբողջ ընտանիքին ամեն ինչ վտանգի կենթարկեիք մի դստեր համար, որին նոր էիք բացահայտել, թե կփորձեիք իրավիճակը լուծել ավելի զգուշավոր կերպով, նույնիսկ իմանալով, որ դա կարող է նշանակել ավելի շատ ժամանակ հեռու Սոֆիից։ Ասացեք մեզ մեկնաբանություններում։ Այդ նույն գիշեր Արմենը երազ տեսավ, թե դա հիշողություն էր։ Տեսնում էր հղի Անահիտին, նստած զբոսայգու նստարանին, ձեռքերը պաշտպանում էին թեթակի կլորացած որովայնը։ Նա լուռ լաց էր լինում, նայելով հեռախոսին, կարծես սպասում էր մի զանգի, որը երբեք չէր գալու։ Երազում Արմենը փորձում էր մոտենալ, փորձում էր ասել, որ ինքն այնտեղ է, որ երբեք նրան չի լքի, բայց մի անտեսանելի պատ նրանց բաժանում էր։ Նա չէր կարողանում տեսնել նրան, չէր կարողանում լսել նրան։ Եվ հետո պատկերը լուծվում էր, վերածվելով Սոֆիի, որը մենակ էր մանկատանը, հարցնում էր տիկին Մարինեին, թե արդյոք մի օր ինչ-որ մեկը կգա իրեն տանելու։ Նա արթնացավ քրտինքի մեջ, սիրտը արագ բաբախում էր, համոզմունքով, որ այլս ժամանակ կորցնել չի կարելի։ Անահիտն արդեն վճարել էր Մարսելի միջամտության գինը։ Սոֆին արդեն տարիներ էր անցկացրել, չիմանալով, թե ով է իր հայրը։ Այլս սպասում չէր լինի, այլս վարանում չէր լինի։ Ժամանակն էր գործելու, անկախ հետանքներից։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Արմենը հայտնաբերեց, որ պատրաստ է ամեն ինչ վտանգի ենթարկել։ Որովհետև Սոֆին պարզապես մի երեխա չէր մանկատանը։ Նա իր արյունն էր, իր ապագան, իր փրկությունը։ Նա կենդանի ապացույցն էր, որ իր Անահիտի մեջ սերը իրական էր, ստեղծել էր ինչ-որ թանկարժեք բան, մի բան, որն արժանի էր պաշտպանության ամեն գնով։ Հաջորդ առավոտ Արմենն արթնացավ մտքում ձավորված ծրագրով։ Դա հեշտ չէր լինի, հաստատ արագ չէր լինի, բայց նա կաներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Սոֆիին տուն բերելու համար։ Այն տունը, որը նա արժանի էր ունենալ, լի սիրով, անվտանգությամբ, ներկայությամբ։ Մի տուն, որտեղ նա այլս երբեք ստիպված չէր լինի հարցնել, թե արդյոք ինչ-որ մեկը կվերադառնա իրեն տանելու։ Բայց մինչ Արմենն այդ որոշումն էր կայացնում, հակառակ ուժերն արդեն շարժվում էին ստվերում։ Մարսելը պարտություններ ընդունող մարդ չէր, բավականաչափ ռեսուրսներ ուներ Արմենի կյանքը շատ բարդացնելու համար։ Նա արդեն զանգեր էր անում, խոսում փաստաբանների հետ, ուսումնասիրում հայրությունը կասկածի տակ դնելու, որդեգրման ցանկացած գործընթաց դժվարացնելու, Սարգսյանների ընտանիքի մեքենան օգտագործելու ուղիներ, այդ երեխային հենց այնտեղ պահելու համար, որտեղ նա էր, հեռու ժառանգությունից, հեռու ազգանունից, հեռու ամեն ինչից։ Առաջիկա ճակատամարտը լինելու էր լարված, գինը կարող էր բարձր լինել։ Բայց Արմենը պատրաստ էր։ 5 տարվա մեջ առաջին անգամ նա ուներ մի բան, որի համար արժեր պայքարել։ Նա առավոտյան արթնանալու պատճառ ուներ, որը հաշվետվություններից, հանդիպումներից այն կողմ էր։ Նա փրկելու դուստր ուներ, բացահայտելու ճշմարտություն հարգելու սեր, թեկուզ ուշացած։ Եվ ոչինչ, տապես ոչինչ, չէր խանգարի նրան կատարել այդ առաքելությունը։ Հաջորդ օրերը նշանավորվեցին մի հրատապությամբ, որը Արմենը երբեք չէր զգացել նույնիսկ ամենակարևոր գործարքների ժամանակ։ Արթնանում էր լուսաբացից առաջ, վերանայում էր որդեգրման գործընթացների մասին իրավական փաստաթղթերը, ուսումնասիրում էր հայկական օրենսդրության յուրաքանչյուր մանրուք, խորհրդակցում էր երկրի լավագույն ընտանեկան իրավաբանների հետ։ Բայց որքան էլ նա պատրաստվեր իրավական դաշտում, գիտեր, որ իրական ճակատամարտը մղվելու է մեկ այլ տարածքում, հուզական։ Վահեն նորություններ էր բերել Անահիտի անցյալի հետաքննությունից։ Նա գտել էր նրա հին հարանուհուն, տիկին Լուսինեին, 70-ամյա մի կնոջ, որն ապրում էր Մալաթիա Սեբաստիայի նույն հասարակ շենքում, որտեղ ապրել էր Անահիտը։ Կինը համաձայնել էր զրուցել, Արմենը գնաց այնտեղ երեքշաբթի օրվա կեսօրին, առանց ընտանիքին զգուշացնելու, առանց թիկնապահների, միայն ինքն ու Վահեն մեքենայում։ Թաղամասը լիովին տարբերվում էր Արմենի աշխարհից։ Նեղ փողոցներ, իրար կպած տներ, փողոցում գնդակ խաղացող երեխաներ, բաց պատուհաններից եկող տնական ուտեստի հոտ, մայթերին զրուցող հարաններ։ Այնտեղ ոչ ոք չգիտեր, թե ով է նա, ոչ ոք չէր խոնարհվում նրա ազգանվան առջ։ Դա տարօրինակ կերպով ազատագրող էր։ Տիկին Լուսինեն նրանց ընդունեց փոքրիկ, բայց անթերի մաքուր բնակարանում, 5 կահույքով ժամանակի ընթացքում դեղնած ընտանեկան լուսանկարներով պատերին։
Նարդոսի թարմ սուրճի հոտ էր գալիս։ Նա տեղում եփած սուրճ հյուրասիրեց, բամբակյա ֆիլտրով պատրաստվածներից, տնական թխվածքաբլիթներ, որոնք փշրվում էին բերանում։ Արմենը նկատեց, որ նրա ձեռքերը թեթակի դողում էին հյուրասիրելիս, ոչ թե նյարդայնությունից, այլ տարիների ծանրությունից։ Նա ուսումնասիրում էր Արմենին խորաթափանց աչքերով, որոնք տեսնում էին արտաքինից այն կողմ, թանկարժեք կոստյումից իտալական կաշվե կոշիկներից այն կողմ։ Տեսնում էր գործարարի հետում թաքնված տղամարդուն, ժառանգորդի հետում թաքնված կորած որդուն։ Դուք լուսանկարի տղամարդն եք, ասաց նա առանց նախաբանի, նրա ձայնն ուներ այն բնական հեղինակությունը, որը բնորոշ է միայնակ երեխաներ մեծացրած դժվար ժամանակներ վերապրած կանանց։ Անահիտը ձեր լուսանկարը պահում էր փայտե տուփի մեջ, մի քանի հին գրությունների մի թաշկինակի հետ, որն իր ասելով ձեր բույրն ուներ։ Ոչ ոքի ցույց չէր տալիս, բայց ես մի անգամ տեսա, երբ գնացել էի օգնելու նրան իրերը հավաքել, երբ նա շատ էր թուլացել։ Հիվանդ էր, գիտեք։ Շատ հիվանդ։ Եվ չափազանց միայնակ մեկի համար, ով այդքան ցավ էր կրում։ Արմենը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Ինչպես հիվանդ։ Տիկին Լուսինեն հոգոց հանեց, դանդաղ խառնելով սուրճը։ Նա ինձ երբեք մանրամասն չի պատմել, բայց երում էր։ Թուլանում էր, հոգնում, դժվարությամբ էր շնչում։ Ես օգնություն էի առաջարկում, բայց նա չափազանց հպարտ էր ընդունելու համար։ Ասում էր, որ ինքնուրույն գլուխ կհանի, որ միշտ հանել է։ Երբ իմացա, որ հղի է, սարսափեցի։ Ինչպես էր նա երեխա խնամելու այդ վիճակում։ Արմենը հազիվ էր շնչում։ Եվ ինչ եղավ։ Նա ունեցավ աղջկան, Սոֆիին։ Բայց ծննդաբերությունից հետո էլ ավելի վատացավ։ Ես օգնում էի, երբ կարողանում էի, ուտելիք էի տանում, մի քանի ժամով երեխայի հետ էի մնում, որ Անահիտը հանգստանա։ Բայց դա բավարար չէր։ Նրան բուժում էր պետք, թանկարժեք դեղեր, խնամք, որը նա չէր կարող իրեն թույլ տալ։ Տիկին Լուսինեն սրբեց հոսող արցունքը։ Մի օր նա ինձնից մի խնդրանք խնդրեց։ Ասաց, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ես պետք է աղջկան տանեմ մի անվտանգ վայր, որտեղ նրան կխնամեն։ Ես խոստացա, բայց հույս ունեի, որ երբեք ստիպված չեմ լինի կատարել դա։ Բայց ստիպված եղաք, խռպոտ ձայնով ավարտեց Արմենը։ Այո։ Անահիտը շատ արագ վատացավ։ Երբ հասկացա իրավիճակի լրջությունը, արդեն շատ ուշ էր ինչ-որ բան անելու համար։ Նա հեռացավ, ես մնացի մի քանի ամսական երեխայի հետ։ Ես աղջկան մեծացնելու պայմաններ չունեի, իմ թոշակը հազիվ ինձ էր բավականացնում։ Այդ պատճառով դիմեցի սոցիալական ծառայություններին։ Դա ամենադժվար բանն էր, որ երբեք արել եմ իմ կյանքում, հանձնել այդ երեխային, իմանալով, որ նրա մայրը մահացել է միայնակ, առանց իր սիրելի մարդու կողքին։ Արմենը դեմքը ծածկեց ձեռքերով։ Ինչու նա ինձ չփնտրեց։ Ինչու չասաց հղիության, հիվանդության մասին։ Տիկին Լուսինեն նրան նայեց խղճահարության կշտամբանքի խառնուրդով։ Նա ասում էր, որ փորձել է։ Ասում էր, որ մի քանի անգամ զանգել է, հաղորդագրություններ է ուղարկել, նույնիսկ մի անգամ ձեր գրասենյակ է գնացել։ Բայց երբեք չի կարողացել ձեզ հետ խոսել։ Միշտ ինչ-որ մեկը արգելափակում էր, ասում, որ դուք զբաղված եք, որ չեք ուզում, որ ձեզ անհանգստացնեն։ Նա հասկացավ ակնարկը։ Կարծեց, որ դուք առաջ եք շարժվել, որ այլս ոչինչ չեք ուզում իր հետ։ Մեղքի զգացումը Արմենին հարվածեց բռունցքի պես։ Մարսելն էր զդում զանգերը, արգելափակում կապերը, պատկառուցում նրանց միջ։ Եվ Անահիտը, հպարտ ու հիվանդ, լռությունը մեկնաբանել էր որպես մերժում։ Մահացել էր, մտածելով, որ նա չի մտահոգվում, որ լքել է իրեն։ Նա ձեզ շատ էր սիրում, գիտեք, մեղմորեն շարունակեց տիկին Լուսինեն։ Մինչ վերջ ձեր մասին էր խոսում։ Ասում էր, որ դուք լավ մարդ եք, վատ աշխարհում բանտարկված։ Որ հույս ունի, թե մի օր դուք կգտնեք այն երջանկությունը, որին արժանի եք։ Եվ պնդում էր, որ աղջիկն ունի ձեր աչքերը, ձեր ամեն ինչին լուրջ նայելու ձը։ Արմենը չկարողացավ զսպել արցունքները։ Դրանք 5 տարվա զսպված ցավ էին, կուտակված մեղք, կորցրած հնարավորություններ։ Վահեն զգուշորեն կողք նայեց, նրան տալով անձնական տարածք այդ խոցելի պահին։ Երբ վերջապես կարողացավ իրեն զսպել, Արմենը բռնեց տիկին Լուսինեի կնճռոտ ձեռքը։ Շնորհակալ եմ նրան խնամելու համար։ Երկուսին էլ խնամելու համար։ Ես այնտեղ չէի, երբ պետք է լինեի, բայց հիմա կուղեմ դա։
Ես իմ դստերը տուն կբերեմ, նրան կտամ այն ամենը, ինչ Անահիտը կուզեր, որ նա ունենար։ Տիկին Լուսինեն սեղմեց նրա ձեռքը։ Նա արժանի է, այդ աղջիկը։ Արժանի է իսկական հայր ունենալ, ոչ թե պարզապես անուն թղթի վրա։ Հուսով եմ, դուք պատրաստ եք դրան, որովհետև հայր լինելը շատ ավելին է, քան նյութական հարմարավետություն տալը։ Դա ամեն օր ներկա լինելն է, լավ ու վատ պահերին։ Սովորում եմ, ազնվորեն պատասխանեց Արմենը։ Եվ կշարունակեմ սովորել, որքան որ անհրաժեշտ լինի։ Երբ դուրս եկան տիկին Լուսինեի բնակարանից, Արմենը փոխված էր։ Մեղքի զգացումը դեռ ծանր էր, բայց հիմա այն ուղեկցվում էր երկաթե վճռականությամբ։ Անահիտը մահացել էր միայնակ, իր ընտանիքի միջամտությունների պատճառով, մի համակարգի պատճառով, որն ավելի շատ գնահատում էր սոցիալական կարգավիճակը, քան իսկական սերը։ Սոֆին մեծացել էր առանց հոր, նույն պատճառներով։ Բայց դա կավարտվեր հիմա։ Վերադառնալով իր բնակարան, Արմենը տհաճ անակնկալի հանդիպեց։ Մարսելն այնտեղ էր, հարմարավետ նստած հյուրասենյակի բազմոցին, կարծես տան տերը լիներ։ Նա բանալու կրկնօրինակն ուներ, ընտանիքի անդամի արտոնություն, որը Արմենը երբեք չէր մտահոգվել չեղարկել։ Բայց հիմա, տեսնելով քեռուն այնտեղ, ներխուժած իր տարածք, իր անձնական կյանք, Արմենը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում։ Պետք է խոսեմ քեզ հետ, ասաց Մարսելը, ձայնը հանգիստ, բայց հայացքը խիստ։ Մանկատան երեխայի հետ կապված այս իրավիճակի մասին։ Նրա անունը Սոֆի է, սառնորեն ուղեց Արմենը։ Եվ նա իրավիճակ չէ։ Նա իմ դուստրն է։ Մարսելը ոտքի կանգնեց, ուղղելով անթերի կոստյումը։ Արմեն, դու անխոհեմ ես։ Դնդ թեստ ես արել, առանց հետանքների մասին մտածելու։ Հուզականորեն ներգրավվում ես մի երեխայի հետ, որը կարող է հսկայական խնդիրներ բերել ընտանիքին։ Լավ մտածիր, ժառանգության հարցեր, իրավական վեճեր, մամուլը կհետաքննի անցյալը, կբացահայտի թաքնված հարաբերությունների մասին տհաճ մանրամասներ։ Դու իսկապես ուզում ես բոլորին ենթարկել դրան։ Ինձ չի հետաքրքրում հանրային կարծիքը, հակադարձեց Արմենը։ Ինձ չեն հետաքրքրում ժառանգության վեճերը։ Սոֆին իմ դուստրն է, ես դա կստանձնեմ հրապարակայնորեն, բոլոր հետանքներով։ Մարսելը հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ Դու չես հասկանում, թե ինչն է խաղասեղանին։ Թավադյան գրուպ-ի հետ միաձուլումը վերջնական փուլում։ Նրանք պահպանողական են, ավանդապաշտ, գնահատում են կատարյալ ընտանիքի իմիջը։ Եթե իմանան, որ դու ունես մանկատանը մեծացած ապօրինի դուստր, կարող են ամեն ինչ չեղարկել։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է, Արմեն։ Միլիարդներ, որոնք երաշխավորում են ընկերության, աշխատակիցների, բոլոր նրանց ապագան, ովքեր մեզանից են կախված։ Եվ մինչ ես երաշխավորում եմ բոլորի ապագան, մոռանամ իմ սեփական դստերը։ Արմենը մի քայլ արեց դեպի քեռին, ձայնը ցածր, բայց սպառնալիքով լի։ Մինչ ես պաշտպանում եմ ընտանիքի իմիջը, թողնեմ, որ 5 տարեկան երեխան մեծանա առանց հոր, կրկնելով այն ցիկլը, որը մեզ ոչնչացրեց։ Ոչ, քեռի Մարսել։ Այս անգամ, ոչ։ Դու սխալ ես գործում, զգուշացրեց Մարսելը։ Եվ երբ հասկանաս, կարող է շատ ուշ լինել հետ դառնալու համար։ Ես արդեն սխալ գործել եմ, պատասխանեց Արմենը։ Գործել եմ, երբ թույլ տվեցի, որ դու այս ամբողջ փտած կառույցը միջամտեք իմ կյանքին, իմ հարաբերություններին, իմ սիրուն։ Նորից չեմ գործի։ Մարսելը գնաց դեպի դուռը, բայց դուրս գալուց առաջ վերջին անգամ շրջվեց։ Ես կանեմ հնարավորը, ընտանիքը պաշտպանելու համար, Արմեն։ Քո համագործակցությամբ կամ առանց դրա։ Հիշիր դա։ Երբ քեռին դուրս եկավ, Արմենը ծանր նստեց բազմոցին։ Գիտեր, որ Մարսելը դատարկ սպառնալիքներ չի տալիս։ Նա ուներ իշխանություն, կապեր, ռեսուրսներ, խոչընդոտներ ստեղծելու համար, որոնք Սոֆիին ստանձնելու գործընթացը չափազանց դժվար կդարձնեին։ Բայց Արմենն ուներ մի բան, որը Մարսելը չուներ, ճշմարտությունը, հայր լինելու իրավունքը, մի սեր, որը թե ուշացած, բայց անկեղծ էր։ Հաջորդ օրը Արմենը վերադարձավ հույսի տուն։ Այս անգամ նա տիկին Մարինեի հետ առանձին զրույց խնդրեց։ Նրանք նստեցին նրա փոքրիկ գրասենյակում, թղթերով, ծաթղթերով մանկատնով անցած երեխաների լուսանկարներով լի նեղսենյակում։ Ես պետք է ձեզ մի բան պատմեմ, սկսեց Արմենը, հետո պատմեց ամեն ինչ։ Անահիտի իրենց ունեցած հարաբերությունների, ընտանիքի միջամտության, դնդ թեստի, այն բացահայտման մասին, որ Սոֆին իր դուստրն է։
Տիկին Մարինեն լուր լսում էր նրան, դեմքն անցնում էր մի քանի արտահայտությունների միջով, զարմանք, հասկացողություն, անհանգստություն։ Երբ նա ավարտեց, կինը երկար լուր մնաց։ Հետո խորը հոգոց հանեց։ Ես գիտեի, որ ձեր երկուսի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա։ Այն ձ, թե ինչպես նա էր նայում ձեզ, ինչպես դուք էիք նայում նրան։ Դա տարբերվում էր մյուս այցելուներից։ Բայց սա բարդացնում է իրավիճակը, Արմեն։ Գիտեմ, խոստովանեց նա։ Բայց ուզում եմ ճիշտ վարվել։ Ուզում եմ ճանաչել Սոֆիին որպես իմ դուստր, տալ նրան իմ անունը, իմ ազգանունը, իմ պաշտպանությունը։ Ուզում եմ, որ նա դուրս գա այստեղից, գա ապրի ինձ հետ, որ ունենա այն ամենը, ինչին արժանի է։ Իսկ դուք պատրաստ եք հայր լինել, հարցրեց տիկին Մարինեն, աչքերը հառած նրան։ Որովհետև սա նյութական բաներ տալու մասին չէ։ Սոֆին պետք է ներկայություն, ուշադրություն, մեկը, ով այնտեղ կլինի, երբ նա մղձավանջներից արթնանա, երբ կասկածներ ունենա, երբ պարզապես գրկախառնության կարիք ունենա։ Դուք կարող եք լինել այդ մեկը։ Կսովորեմ, համոզված ասաց Արմենը։ Գիտեմ, որ ինձ դրա համար չեմ պատրաստել, որ իմ սեփական մանկությունը զուրկ է եղել քնքշությունից։ Բայց ուզում եմ այլ լինել։ Ուզում եմ լինել այն հայրը, որին նա արժանի է, ոչ թե այն հայրը, որին ես եմ ունեցել։ Տիկին Մարինեն դանդաղ գլխով արեց։ Այդ դեպքում եկեք սկսենք գործընթացը։ Բայց իմացեք, որ դա արագ չի լինի։ Կան բյուրոկրատական ընթացակարգեր, գնահատումներ, սոցիալական աշխատողների այցելություններ։ Եվ ամենակարևորը, կա Սոֆին։ Նա պետք է պատրաստ լինի այս փոփոխությանը, պետք է հասկանա, թե ինչ է կատարվում, պետք է նա ինքը ցանկանա դա։ Հասկանում եմ, համաձայնեց Արմենը։ Եվ ուզում եմ ամեն ինչ ճիշտ անել, հարգելով նրա ժամանակը, երաշխավորելով, որ նա իրեն ապահով զգա յուրաքանչյուր փուլում։ Հաջորդ օրերին Արմենն ավելացրեց այցելությունների հաճախականությունը։ Հիմա գրեթե ամեն օր գնում էր մանկատուն, երբեմն առավոտյան, աշխատանքից առաջ, երբեմն կեսօրին, երբեմն օրվա վերջում։ Բերում էր գրքեր, պարզ խաղալիքներ, բայց հիմնականում բերում էր ներկայություն։ Նստում էր Սոֆիի հետ բակի նստարանին, լսում նրա պատմությունները, պատասխանում նրա անվերջ հարցերին, սովորեցնում բաներ աշխարհի մասին։ Մի կեսօր, երբ միասին նկարում էին, Սոֆին մի հարց տվեց, որը կանգնեցրեց Արմենի սիրտը։ Դուք ինձ որդեգրելու եք։ Արմենը վայր դրեց գունավոր մատիտը։ Ինչու ես դա հարցնում։ Որովհետև դուք ամեն օր այստեղ եք գալիս։ Եվ տիկին Մարինեն ասաց, որ երբեմն մեծահասակները գալիս են երեխաներին որդեգրելու։ Դուք դրա համար եք եկել։ Արմենը խորը շունչ քաշեց։ Պլանավորել էր սպասել ճիշտ պահին այս խոսակցությունն ունենալու համար, բայց երեխաները ճշմարտությունները ստիպելու իրենց ծնուն են, իրենց ժամանակին, ոչ թե մեր։ Սոֆի, զգուշորեն սկսեց նա, հիշում ես, երբ տեսար իմ վզնոցի լուսանկարը, ասացիր, որ դա քո մայրիկն է։ Նա գլխով արեց, մեծ աչքերը հառած նրան։ Այդ կինը, Անահիտը, ինձ համար շատ թանկ էր։ Մենք իրար շատ էինք սիրում։ Եվ դու ճիշտ էիր, նա քո մայրիկն էր։ Արմենը դադար տվեց, ընտրելով բառերը։ Եվ դա նշանակում է, որ ես քո հայրիկն եմ։ Քո իսկական հայրիկը, ոչ թե պարզապես մեկը, ով ուզում է քեզ որդեգրել։ Դու իմ դուստրն ես, Սոֆի։ Աղջիկը շատ լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Այսինքն դու իմ արյունակից հայրիկն ես, ինչպես մյուս երեխաներն են ասում։ Այո, հենց այդպես։ Եվ ես դա չգիտեի, մինչ քեզ չհանդիպեցի։ Եթե իմանայի, շատ ավելի շուտ կգայի քեզ տանելու։ Բայց հիմա, երբ գիտեմ, ուզում եմ քեզ տանել ինձ հետ տուն, ուզում եմ քեզ խնամել, ուզում եմ լինել այն հայրիկը, որին դու միշտ արժանի ես եղել։ Սոֆին նայեց իր փոքրիկ ձեռքերին, մատները դեռ կավիճներով ներկված։ Իսկ եթե ես գամ ապրեմ ձեզ հետ, պետք է ձեզ հայրիկ կանչեմ։ Կարող ես ինձ կանչել այնպես, ինչպես քեզ հարմար է, մեղմորեն ասաց Արմենը։ Ոչ մի բանի համար շտապելու կարիք չկա։ Կարող ենք դանդաղ գնալ, քո տեմպով։ Աղջիկը երկար մտածեց։ Հետո բարձրացրեց աչքերը, այնտեղ արցունքներ կային, բայց նա հույս։ Կարող եմ առայժմ ձեզ Արմեն կանչել։ Մինչ սովորեմ այդ մտքին։ Իհարկե կարող ես, պատասխանեց նա, ձայնը խեղդված։ Կարող ես ինձ Արմեն կանչել, որքան որ պետք լինի։ Սոֆին նետվեց նրա գիրկը, Արմենը ամուր գրկեց նրան, զգալով, թե ինչպես են նրա արցունքները թրջում իր թանկարժեք վերնաշապիկը։
Այդ գրկախառնության մեջ էր ամբողջ կորցրած ժամանակը, ամբողջ կուտակված ցավը, բայց նա մի այլ ապագայի ամբողջ խոստումը։ Մի ապագա, որտեղ այդ աղջիկն այլս չէր լինի բակի նստարանի միայնակ երեխան, այլ սիրելի դուստրը, որը վերջապես գտել էր իր տեղն աշխարհում։ Երբ բաժանվեցին, Սոֆին արցունքները սրբեց ձեռքի թիկունքով, դեմքին կավիճի հետքեր թողնելով։ Արմենը ժպտաց գրպանից մաքուր թաշկինակ հանեց, նրբորեն մաքրելով նրա դեմքը։ Դա պարզ, հայրական, բնական ժեստ էր։ Այնպիսի ժեստ, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կարող է անել այդքան քնքշությամբ։ Արմեն, ասաց նա, անունը փորձելով լեզվի վրա, կարծես նոր լիներ, դու ինձ այստեղից տանելու ես։ Այո, խոստացավ նա։ Բայց մի քիչ ժամանակ կպահանջվի։ Թղթեր կան ստորագրելու, մարդիկ խոսելու, բաներ պատրաստելու։ Բայց ես խոստանում եմ, որ դու դուրս կգաս այստեղից կգաս ապրելու ինձ հետ։ Մենք իսկական ընտանիք կլինենք։ Եվ ես իմ սեփական սենյակը կունենամ։ Մահճակալով ու ամեն ինչով։ Այդքան պարզ, այդքան հիմնական հարցը կոտրեց Արմենի սիրտը։ Դու կունենաս հսկայական սենյակ, ասաց նա, ձայնը դողալով։ Այն մահճակալով, որը դու կընտրես, խաղալիքներով, գրքերով, այն ամենով, ինչ կցանկանաս։ Եվ կունենաս մի շատ ավելի կարևոր բան, կունենաս հայրիկ, որն այնտեղ կլինի ամեն օր, որը քեզ դպրոց կտանի, որը կլսի քո պատմությունները, որն այլս երբեք թույլ չի տա, որ դու քեզ միայնակ զգաս։ Այդ գիշեր, վերադառնալով իր դատարկ բնակարան, Արմենը չզգաց սովորական ճնշող լռությունը։ Որովհետև հիմա այդ լռությունը վերջնաժամկետ ուներ։ Շուտով այդ միջանցքներում կարձագանքեին փոքրիկ քայլեր, մանկական ծիծաղ, անվերջ հարցեր։ Շքեղ պենթհաուսը վերջապես կվերածվեր իսկական տան։ Եվ նա, սառը գործարարը, որը պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, վերջապես իրեն թույլ կտար զգալ։ Զգալ այն սերը, որը Անահիտը տնկել էր իր մեջ տարիներ առաջ, զգալ հայր լինելու պատասխանատվությունը, զգալ մեկի ունենալու սարսափելի ուրախությունը, ով լիովին կախված էր իրենից, ոչ թե փողի, այլ քնքշության համար։ Արմենը երկար ժամանակ անց առաջին անգամ բացեց մեդալիոնը, առանց միայն ցավ զգալու։ Նայեց Անահիտի դեմքին լուսանկարում բնակարանի լռության մեջ շշնջաց. Գտա նրան, սիրելիս։ Գտա մեր դստերը։ Եվ ես նրան կխնամեմ այնպես, ինչպես դու կխնամեիր։ Ես նրան կսիրեմ մեր երկուսի փոխարեն։ Խոստանում եմ, որ այս անգամ չեմ ձախողվի։ Եվ այդ գիշեր, 5 տարվա մեջ առաջին անգամ, Արմենը խաղաղ քնեց, օրորվելով այն համոզմունքով, որ վերջապես գտել է իր նպատակը։ Դա կայսրություններ կառուցելը կամ հարստություն կուտակելը չէր։ Դա լինելն էր այն հայրը, որին Սոֆին արժանի էր, հարգելն էր Անահիտի հիշատակը, ապացուցելն էր, որ սերը, նույնիսկ երբ ընդհատվում է, կարող է վերածնվել այնպիսի ձերով, որոնք մենք երբեք չենք պատկերացնում։ Հաջորդ շաբաթները հույզերի խոչընդոտների իսկական գլխապտույտ էին։ Արմենը պաշտոնապես սկսեց հայրության ճանաչման Սոֆիի խնամակալության գործընթացը, վարձելով ընտանեկան իրավունքի ոլորտում մասնագիտացած լավագույն իրավաբանական թիմը։ Բայց ինչպես կանխատեսել էր, Մարսելը ձեռքերը ծալած չնստեց։ Քերին մոբիլիզացրեց իր սեփական փաստաբաններին, կասկածի տակ դնելով դնդթեստի վավերականությունը, կասկածներ հարուցելով Արմենի հայր լինելու ունակության շուրջ, պնդելով, որ միայնակ, աշխատամոլ երեխաների հետ փորձ չունեցող տղամարդը պատշաճ միջավայր չի առաջարկում։ Ճակատամարտն ուժգնացավ, երբ Մարսելն անցավ իրավական հնարքներից այն կողմ։ Նա օգտագործեց իր կապերը մամուլում, հոդվածներ տեղադրելու համար, որոնք ակնարկում էին, թե Արմենը հուզական խանգարում ունի, որ նրա որոշումը միջին տարիքի ճգնաժամի արդյունք է, որ նա քմահաճույքի պատճառով վտանգի է ենթարկում ընտանեկան կայսրությունը։ Վերնագրերը դաժան էին։ Միլիարդատեր ժառանգը ցանկանում է որդեգրել մանկատան երեխայի, ենթադրյալ հայրության հիմքով, ճգնաժամի մեջ գտնվող գործադիր տնօրենը փրկություն է փնտրում կասկածելի որդեգրման միջոցով։ Արմենը կարդում էր հոդվածները զայրույթի զզվանքի խառնուրդով։ Բայց նրան ամենաշատը անհանգստացնում էր ոչ թե իր սեփական իմիջը, այլ այն ազդեցությունը, որ դա կարող էր ունենալ Սոֆիի վրա։ Նա դեռ մանկատանն էր, պաշտպանված մեդիա փոթորկից, բայց որքան ժամանակ։ Մի առավոտ Վահեն մտավ գրասենյակ մռայլ արտահայտությամբ. Պարոն Սարգսյան, պետք է խոսենք։ Մարսելը փորձում էր Թավադյան գրուպի հետ միաձուլումն օգտագործել որպես լծակ։ Նա փոքր բաժնետերերին ասում է, որ ապօրինի դուստր ստանձնելու ձեր որոշումն ազդում է բանակցությունների վրա, որ Թավադյանները կարող են հրաժարվել գործարքից։ Իսկ այդպես է, հարցրեց Արմենը, ձայնը հանգիստ, չնայած լարվածությանը։
Վահեն վարանեց։ Լուրեր կան։ Թավադյանների ընտանիքի նահապետը հայտնի է իր պահպանողական արժեքներով։ Բայց ես այնտեղ կապեր ունեմ, ճշմարտությունն այն է, որ միաձուլումն ավելի առաջ է գնացել, քան Մարսելն է խոստովանում։ Հիմա չեղարկելը թանկ կնստի երկու կողմերի վրա էլ։ Արմենը դանդաղ գլխով արեց։ Այսինքն Մարսելը բլեֆ է անում։ Վախն օգտագործում է ինձ կառավարելու համար։ Ըստ էության, այո։ Հենց այդ պահին Արմենը վճռորոշ որոշում կայացրեց։ Նա այլս չէր խաղալու Մարսելի խաղը, այլս չէր թաքնվելու կամ գործելու ստվերում։ Ժամանակն էր հրապարակայնորեն ստանձնել ճշմարտությունը բոլոր հետանքներով։ Նա մամուլի ասուլիս հրավիրեց մի բան, որը հազվադեպ էր անում, Սարգսյանների ամբողջ ընտանիքին տեղեկացրեց, որ սպասում է բոլորի ներկայությանը։ Ասուլիսի օրը եկավ ուրբաթ օրվա արոտ առավոտյան։ Երանի ամենաշքեղ հյուրանոցի միջոցառումների սրահը լեփ-լեցուն էր լրագրողներով, լուսանկարիչներով, հեռուստաղցիկներով։ Սարգսյանների ընտանիքը զբաղեցնում էր առաջին շարքը։ Մարսելը փակ արտահայտությամբ, զարմուհիները իրենց հետաքրքրասեր ամուսիններով, հեռավոր ազգականները, որոնք հազվադեպ էին հայտնվում։ Բոլորն ուզում էին իմանալ, թե ինչ ուներ ասելու ժառանգորդը, որն արդարացնում էր այդքան մեծ աղմուկը։ Արմենը բարձրացավ բեմ, հագին անթերի մոխրագույն կոստյում, բայց առանց փողկապի։ Դա միտումնավոր ընտրություն էր, նշան, որ նա այնտեղ էր ոչ թե որպես ընկերության գործադիր տնօրեն, այլ որպես մի մարդ, որը պատրաստվում էր բացահայտել իր ճշմարտությունը։ Խորը շունչ քաշեց, սկսեց. Բարի օր բոլորին։ Ես այս ասուլիսը հրավիրել եմ, որովհետև մի պատմություն կա, որը պետք է պատմվի իմ կողմից, իմ սեփական բառերով, առանց խեղաթյուրումների կամ շահարկումների։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով տեսախցիկներին։ 5 տարի առաջ ես կորցրի այն կնոջը, որին սիրում էի։ Անահիտ Մանուկյանը ուսուցչուհի էր, ապրում էր Երանի Մալաթիա Սեբաստիա թաղամասում, ամենաանկեղծ մարդն էր, որին երբեք ճանաչել եմ։ Մեր հարաբերությունները գաղտնի էին, որովհետև իմ ընտանիքը հավանություն չէր տալիս։ Նա իմ աշխարհից չէր, չուներ ճիշտ կապեր, համապատասխան ազգանուն։ Արմենը տեսավ, թե ինչպես Մարսելն անհարմար շարժվեց աթոռին, բայց անխնա շարունակեց. Այն, ինչ ես չգիտեի, այն, ինչ ինձ ոչ ոք չասաց, այն է, որ Անահիտը հղի էր, երբ անհետացավ իմ կյանքից։ Նա փորձել է կապ հաստատել ինձ հետ, բայց նրան խանգարել են մարդիկ, որոնք կարծում էին, թե գիտեն, թե ինչն է ինձ համար լավագույնը։ Նրա ձայնը խստացավ։ Մարդիկ, որոնք ավելի շատ գնահատում էին փողը, քան սերը, ավելի շատ իմիջը, քան ճշմարտությունը։ Անահիտը միայնակ է մեծացրել մեր դստերը, պայքարելով մի հիվանդության դեմ, որն ի վերջո խլեց նրա կյանքը։ Երբ նա հեռացավ, մեր դուստրը ընդամենը մի քանի ամսական էր։ Նրան տարել են հույսի տուն մանկատուն, որտեղ նա մեծացել էր չիմանալով, թե ով է իր հայրը, չիմանալով, որ ընտանիք ունի, չիմանալով, որ սիրված է եղել նույնիսկ մինչ ծնվելը։ Սրահում լռություն էր։ Արմենը կարող էր լսել տեսախցիկների կտկտոցը, տեսանկարահանող սարքերի բզզոցը, բայց ոչ մի ձայն։ Մի քանի շաբաթ առաջ ճակատագիրն ինձ տարավ այդ մանկատուն։ Եվ այնտեղ, մի զուգադիպությամբ, որը ոմանք հրաշք կանվանեին, ես գտա իմ դստերը։ Սոֆին 5 տարեկան է, ունի շագանակագույն աչքեր, որոնք նույնն են, ինչ իր մորինը, մաքուր սիրտ, որն արժանի է շատ ավելին, քան կյանքը նրան տվել է մինչ այժմ։ Ես թեստ եմ արել։ Նա իմ դուստրն է։ Սա շահարկում չէ, հուզական ճգնաժամ չէ, քմահաճույք չէ։ Սա փաստ է։ Սա ճշմարտություն է։ Սա ուշացած արդարություն է։ Արմենն ուղիղ նայեց Մարսելին։ Եվ ես նրան օրինականորեն կճանաչեմ, կտամ նրան իմ անունը, իմ ազգանունը, իմ պաշտպանությունը, իմ սերը։ Ես նրան տուն կբերեմ, որտեղ նա միշտ պետք է լիներ։ Մի լրագրող ձեռք բարձրացրեց։ Պարոն Սարգսյան, կան մարդիկ, որոնք ասում են, որ այս որոշումը կարող է ազդել ձեր բիզնեսի վրա, հատկապես Թավադյան գրուպի հետ միաձուլման։ Արմենը ժպտաց, բայց դա առանց հումորի ժպիտ էր։ Եթե Թավադյան գրուպը կամ որևէ այլ գործընկեր ավելի շատ գնահատում է արտաքին տեսքը, քան բնավորությունը, ապա նրանք այն գործընկերները չեն, որոնց ես ուզում եմ ունենալ։ Իմ դուստրը թաքցնելու խնդիր չէ։ Նա տոնելու օրհնությունը։ Եվ ցանկացած մարդ կամ ընկերություն, որը չի կարող դա հասկանալ, արժանի չէ իմ աշխարհի մասը լինելու։ Իսկ ձեր ընտանիքը, պարոն Սարգսյան, հարցրեց մեկ այլ լրագրող։ Նրանք աջակցում են ձեր որոշմանը։ Արմենը նայեց առաջին շարքին։
Իմ ընտանիքը պետք է որոշի, թե ինչն է ավելի շատ գնահատում, մեզ միավորող արյունը, թե մեզ բաժանող փողը։ Բայց անկախ նրանց ընտրությունից, իմն արդեն արված է։ Սոֆին հիմա իմ առաջնահերթությունն է։ Մնացած ամեն ինչ հետո է գալիս։ Ասուլիսից հետո, մինչ լրագրողները դեռ մարսում էին ցնցող հայտարարությունները, Մարսելը կանգնեցրեց նրան կուլիսներում։ Դու հենց նոր ոչնչացրիր տարիների աշխատանք, ասաց նա, ձայնը դողում էր զսպված զայրույթից։ Միաձուլումը կարող է տեղի չունենալ, բաժնետերերը կկասկածեն քո ղեկավարելու ունակությանը, մամուլը մեր ընտանիքի հետ մի լավ կզվարճանա։ Թող այդպես լինի, հանգիստ պատասխանեց Արմենը։ Ես 5 տարի անցկացրել եմ դատարկ կայսրություն կառուցելով, քեռի։ 5 տարի կուտակելով փող, որն ինձ երջանիկ չէր դարձնում, իշխանություն, որն ինձ չէր լրացնում, հաջողություն, որը ոչինչ չէր նշանակում։ Այսօր, առաջին անգամ Անահիտի հեռանալուց հետո, զգում եմ, որ անում եմ մի բան, որն իսկապես կարևոր է։ Դու ռոմանտիկ հիմար ես, թքեց բառերը Մարսելը։ Ինչպես հայրդ։ Արմենը ժպտաց, այս անգամ ժպիտն անկեղծ էր։ Եթե հայրս ինչ-որ մեկին սիրել է այն ուշքնությամբ, որով ես սովորում եմ սիրել իմ դստերը, ապա նա ավելի իմաստուն մարդ է եղել, քան ես երբեք կարծել եմ։ Հաջորդ օրերին արձագանքը հսկայական էր։ Արմենի Սոֆիի պատմությունը գերիշխում էր լրահոսում, բաժանելով կարծիքները։ Ոմանք նրան անպատասխանատու էին անվանում, մյուսները՝ խիզախ։ Բայց Արմենի համար կարևոր էր մի զանգ, որը նա ստացավ ասուլիսից 3 օր անց։ Դա հենց Էդուարդ Թավադյանն էր, այն ընտանիքի նահապետը, որի հետ բանակցում էին միաձուլման շուրջ։ Նրա ձայնը խորն էր, դանդաղ։ Պարոն Սարգսյան, ես դիտեցի ձեր հարցազրույցը։ Պետք է խոստովանեմ, որ զարմացած էի անկեղծությունից։ Ձեր տեղում տղամարդկանց մեծամասնությունը կթաքցներ, կհերքեր, կխեղաթյուրեր պատմությունը։ Ես տղամարդկանց մեծամասնությունից չեմ, պարզապես պատասխանեց Արմենը։ Դա նկատում եմ, ասաց Թավադյանը։ Եվ գիտեք էլ ինչ նկատեցի։ Որ մի մարդ, որն ունակ է հրապարակայնորեն ստանձնել իր դստերը, դիմակայել իր սեփական ընտանիքին սկզբունքների համար, հենց այնպիսի մարդ է, որի հետ ես ուզում եմ բիզնես անել։ Միաձուլումը շարունակվում է, պարոն Սարգսյան։ Իմ լիակատար աջակցությամբ։ Արմենը զգաց, թե ինչպես մի բեռ ընկավ ուսերից։ Ոչ թե միաձուլումն էր այնքան կարևոր, որքան Սոֆին, այլ դա նշանակում էր, որ նա ստիպված չէր լինի մեկին զոհաբերել մյուսի համար։ Կարող էր ունենալ երկուսն էլ, իր դստերը, այն ընկերությունը, որը կապահովեր նրա ապագան։ Իրավական գործընթացն արագացավ ասուլիսից հետո։ Հանրային ճնշումը, անհերքելի դնդթեստը տիկին Մարինեի աջակցությունը հեշտացրին ամեն ինչ։ Այդ առաջին հանդիպումից 2 ամիս անց Արմենը ստացավ այն զանգը, որը կփոխեր ամեն ինչ։ Պարոն Սարգսյան, ասաց սոցիալական աշխատողը գծի մյուս կողմից, ամեն ինչ հաստատվել է։ Դուք կարող եք ցանկացած պահի գալ Սոֆիի հետից։ Արմենն անջատեց հեռախոսը, կանգնեց գրասենյակի մեջտեղում, ձեռքերը դողում էին, սիրտը արագ բաբախում։ Դա իրականություն էր։ Վերջապես իրականություն էր։ Նա իր դստերը տուն էր բերելու։ Հաջորդ օրերն անցկացրեց բնակարանը վերափոխելով։ Վարձեց մանկական սենյակների դիզայնի մասնագետի, բայց պնդեց, որ մասնակցի յուրաքանչյուր որոշմանը։ Սոֆիի սենյակը լինելու էր քաղաքի լավագույն տեսարանով սենյակում, հսկայական պատուհաններով, որոնք ներս էին թողնում արի լույսը։ Պատերը ներկվեցին երկնագույնի նուրբ երանգով, առաստաղին նկարված սպիտակ ամպերով։ Սպիտակ շխարշև արագույրով մահճակալ, գրքերով լի դարակներ, նկարչության համար գրասեղան, խնամքով ընտրված խաղալիքներ։ Բայց ամենաառանձնահատուկ շտրիխը պատի մեջ շրջանակն էր, որտեղ Արմենը տեղադրեց Անահիտի ժպտացող լուսանկարը։ Որպեսզի Սոֆին երբեք չմոռանա այն կնոջը, որը նրան կյանք էր տվել։ Սոֆիին տանելու օրը Արմենն արթնացավ ավելի շուտ, քան երբևէ։ Հագավ սովորական հագուստ, ջինսե-տաբատ վերնաշապիկ, ոչ թե սովորական պաշտոնական կոստյումներից։ Անձամբ վարեց մինչ հույսի տուն, ձեռքերը քրտնել էին ղեկին, սիրտը բաբախում էր այնպես, ինչպես երբեք չէր բաբախել որևէ հանդիպման ժամանակ։ Տիկին Մարինեն սպասում էր նրան մուտքի մոտ, Սոֆիի հետ։ Աղջիկը նոր, պարզ, բայց գեղեցիկ զգեստ էր հագել, ամուր բռնել էր իր իրերով փոքրիկ ուսապարկը։ Երբ տեսավ Արմենին, դեմքը լուսավորվեց։ Արմեն, ասաց նա, հետո ամաչկոտությամբ ուղեց, պապա։ Բառը Արմենին հարվածեց կայծակի պես։ Դա առաջին անգամն էր, որ նա իրեն այդպես էր կանչում։
Նա ծնկի իջավ նրա առջ, աչքերը արցունքոտ։ Այո, Սոֆի։ Պապան այստեղ է։ Պապան եկել է քեզ տանելու տուն։ Նա նետվեց նրա գիրկը, Արմենը բարձրացրեց նրան, ամուր սեղմելով կրծքին։ Շնորհակալ եմ, ասաց նա տիկին Մարինեին, ձայնը խեղդված։ Ամեն ինչի համար։ Նրան խնամելու, ինձ հավատալու, նրանից չհրաժարվելու համար։ Տիկին Մարինեի աչքերում արցունքներ կային։ Լավ խնամիր նրան, Արմեն։ Նա առանձնահատուկ է։ Կխնամեմ, խոստացավ նա։ Իմ կյանքի բոլոր օրերին։ Տունդարձի ճանապարհին Սոֆին լուռ էր, նայում էր մեքենայի պատուհանից դուրս անցնող քաղաքին։ Արմենը զգում էր նրա փոքրիկ մարմնի լարվածությունը, անծանոթի հանդեպ վախը, խառնված նորի հույսի հետ։ Վախենում ես, մեղմորեն հարցրեց նա։ Մի քիչ, խոստովանեց նա։ Իսկ եթե ես չիմանամ ինչպես ճիշտ լինել քո դուստրը։ Իսկ եթե ինչ-որ սխալ բան անեմ։ Արմենը մի պահ կանգնեցրեց մեքենան, շրջվելով նրան նայելու աչքերի մեջ։ Սոֆի, դուստր լինելու ճիշտ կամ սխալ զգոյություն չունի։ Դու պարզապես պետք է լինես ինքդ քեզ։ Եվ ես էլ եմ սովորում հայր լինել։ Միասին կսովորենք, լավ։ Միասին կսխալվենք, միասին կուղենք, միասին կմեծանանք։ Նա գլխով արեց, դեմքին փոքրիկ ժպիտ հայտնվեց։ Միասին, կրկնեց նա, հավանելով բառը։ Երբ հասան շենք, Սոֆին տպավորվեց բարձրությունից, համազգեստով դռնապանից, հայելապատ վերելակից։ Եվ երբ մտան բնակարան, նրա աչքերը լայն բացվեցին։ Այնքան մեծ է, շշնջաց նա։ Կարելի է այստեղ մոլորվել։ Արմենը ծիծաղեց։ Այդ դեպքում եկեք շրջայց կատարենք։ Թույլ տուր ցույց տամ քո տունը։ Նրանք անցան սենյակներով, Արմենը բացատրում էր։ Յուրաքանչյուր տարածքը։ Հսկայական հյուրասենյակը, քաղաքի տեսարանով, գուրման խոհանոցը, որտեղ նրանք միասին պատրաստել էին սովորելու, գրասենյակը, որն այժմ սահմանափակ ժամեր կունենար, որովհետև պապային ընտանիքի համար ժամանակ էր պետք։ Եվ հետո, նա բացեց նրա սենյակի դուռը։ Սոֆին դանդաղ մտավ, կարծես սուրբ հողի վրա քայլեր։ Հարգանքով դիպավ մահճակալին, մատները սահեցրեց դարակների գրքերի վրայով, նայեց դեռ տուփերում գտնվող խաղալիքներին։ Եվ հետո տեսավ Անահիտի լուսանկարը պատին։ Նա կանգ առավ, աչքերը հառած պատկերին։ Մայրիկն է, ցածրաձայն ասաց նա։ Դու մայրիկին այստեղ ես դրել։ Իհարկե դրել եմ, Արմենը ծնկի իջավ նրա կողքին։ Նա մեր պատմության մի մասն է, Սոֆի։ Նա քեզ սիրել է նույնիսկ մինչ քո ծնվելը, այդ սերը շարունակում է ապրել քո մեջ, իմ մեջ, այս տանը։ Նա միշտ մեզ հետ կլինի։ Սոֆին ամուր գրկեց Արմենին։ Շնորհակալ եմ, պապա։ Շնորհակալ եմ ինձ գտնելու համար։ Շնորհակալ եմ ինձ տուն բերելու համար։ Եվ այդ պահին իր դստեր հետ գրկախառնված, կանգնած այն սենյակում, որը նոր սկիզբ էր խորհրդանշում, Արմենը վերջապես հասկացավ ամբողջականության իմաստը։ Դա ամեն ինչ ունենալու մասին չէր, դա այն ունենալու մասին էր, ինչն իսկապես կարևոր էր։ Հաջորդ ամիսները հարմարվողականության շրջան էին։ Արմենը սովորեց հյուսեր անել, քնելուց առաջ պատմություններ կարդալ, ստուգել մահճակալի տակ, համոզվելու, որ հրեշներ չկան։ Սովորեց, որ երբեմն Սոֆին արթնանում էր գիշերվա կեսին մի բանի կարոտից, որը չէր կարողանում անվանել, որ այդ պահերին նա պարզապես պետք է այնտեղ լիներ, բռնելով նրա ձեռքը, մինչ նա նորից քներ։ Սովորեց, որ հայր լինելը փոքրիկ պահերի մասին է, միասին նախաճաշելը, խոհանոցի սեղանին տնային աշխատանք անելը, կիրակի օրերին մուլտֆիլմեր դիտելիս հիմար ծիծաղը։ Արմենի փոխակերպումը տեսանելի էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան։ Սառը գործարարը տեղը զիջեց մի մարդու, որն ավելի շուտ էր դուրս գալիս աշխատանքից, դստեր հետ ընթրիքը բաց չթողնելու համար, որը հրաժարվում էր երկար գործուղումներից, որի գրասենյակի սեղանին Սոֆիի լուսանկարներն էին։ Վահեն մի անգամ նշեց, որ երբեք չի տեսել իր ղեկավարին այդքան թեթ, այդքան ներկա, այդքան մարդկային։ Մարսելը, ի վերջո, ընդունեց իրավիճակը։ Ոչ թե ուրախությամբ, այլ հաշտվողականությամբ։ Միաձուլումը տեղի ունեցավ ըստ պլանի, ընկերությունը բարգավաճեց։ Բայց քեռու Զարմիկի հարաբերությունները երբեք նույնը չեղան։ Արմենը պահպանում էր նվազագույն անհրաժեշտ մասնագիտական կապը, բայց հասկացրեց, որ Մարսելը երբեք Սոֆիի կյանքի մասը չի լինի։ Այդ առաջին հանդիպումից 1 տարի անց Արմենը փոքրիկ խնջույք կազմակերպեց բնակարանում։ Սոֆիի 6-ամյակն էր։
Տիկին Լուսինեն այնտեղ էր, հուզված տեսնելով, թե ինչպես է աղջիկը մեծացել։ Տիկին Մարինեն նույնպես, հպարտ տեսնելով իր աշխատանքը մարմնավորված սիրով լի տանը։ Վահեն Քրիստինեն, այժմ ընտանիքի ընդլայնված մասը։ Եվ Սոֆին ամեն ինչի կենտրոնում, գրելով ծննդյան թագ, որն ինքն էր ընտրել, ժպտում էր մինչ ականջները։ Երբ տորթը կտրելու ժամանակը եկավ, Արմենը լռություն խնդրեց։ Ուզում եմ կենաց ասաց նա, բարձրացնելով խաղողի հյութի բաժակը, քանի որ մանկական խնջույքին ալկոհոլ չկար։ 1 տարի առաջ ես կորած մարդ էի։ Նյութական առումով ամեն ինչ ունեի, բայց ոչինչ չունեի այն առումով, ինչն իսկապես կարևոր է։ Եվ հետո ես գտա քեզ, Սոֆի։ Իմ դուստր, իմ լույս, իմ երկրորդ հնարավորություն։ Նա նայեց նրան, աչքերը փայլում էին։ Դու ինձ սովորեցրիր, որ ընտանիքը արյան կամ ազգանունների մասին չէ, թե մենք երկուսն էլ ունենք։ Դա ներկա լինելու, անվերապահորեն սիրելու, ամեն օր ընտրելու մասին է, լինել ավելի լավը, քան երեկ։ Այնպես որ, շնորհակալ եմ, իմ դուստր։ Շնորհակալ եմ ինձ գտնելու, ինձ ընդունելու, ինձ հայր լինել սովորեցնելու համար։ Դու ամենամեծ նվերն ես, որ կյանքը կարող էր ինձ տալ։ Սոֆին վազեց նրան գրկելու, քիչ մնաց տորթը գցեր։ Բոլորը ծիծաղեցին, Արմենը նրան գիրկն առավ, պտտվելով նրա հետ սենյակում, մինչ նա քրքջում էր։ Դա ամենագեղեցիկ ձայնն էր, որ նա երբեք լսել էր։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացին, Սոֆին քնած էր իր մահճակալին, Արմենը գնաց նրա սենյակ։ Կանգնեց դռան մոտ, դիտելով խաղաղ քնած դստերը, որը գրկել էր փափուկ արջուկին։ Հետո գնաց Անահիտի լուսանկարի մոտ մեղմորեն դիպավ ապակուն։ Մեզ մոտ ստացվեց, սիրելիս, շշնջաց նա։ Մեր դուստրը տանն է։ Նա ապահով է, սիրված երջանիկ։ Ես գիտեմ, որ դու հիմա հանգիստ ես, իմանալով, որ նա ունի այն ամենը, ինչ դու կուզեիր նրան տալ։ Եվ ես խոստանում եմ ամեն օր, որ կհարգեմ քո հիշատակը, լինելով այն հայրը, որը դու կուզեիր, որ ես լինեի։ Արմենը վերադարձավ իր սենյակ, բայց ոչ առանց դուռը կիսաբաց թողնելու, եթե Սոֆին գիշերվա ընթացքում իր կարիքն ունենար։ Դա նոր սովորություն էր, հասանելի լինել, ներկա լինել։ Եվ դա այն սովորությունն էր, որով նա ամենաշատն էր հպարտանում։ Արմենի Սոֆիի պատմությունը անհնարին երջանիկ ավարտի մասին չէր։ Դա հնարավոր նոր սկիզբների մասին էր։ Դա այն մասին էր, թե ինչպես է իսկական սերը միշտ ճանապարհ գտնում, նույնիսկ երբ ընդհատվում է տարիների լռությամբ ցավով։ Դա այն մասին էր, թե ինչպես երբեք ուշ չէ ճիշտ բան անելու, պատասխանատվություն ստանձնելու, լինելու այն մարդը, որի կարիքը ինչ-որ մեկն ունի։ Եվ մինչ Երան քաղաքը քնած էր դրսում, այն բնակարանում, որը վերջապես տուն էր դարձել, մի հայր մի դուստր խաղաղ քնած էին, միավորված մի ճակատագրով, որը պնդել էր միահյուսել նրանց կյանքերը, ապացուցելով, որ որոշ սիրո պատմություններ գերազանցում են նույնիսկ մահը, վերացնվելով նոր ձերով, հավերժական կապերով, ընտանիքներով, որոնք ընտրում են ընտանիք լինել ամեն օր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի Սոֆիի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերամիավորման, փրկության անվերապահ սիրո այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Արմենի, ընտանիքին դիմակայելու քաջությունն էր։ Սոֆիի, տան սպասող քնքշությունը։ Թե Անահիտի սերը, որը կենդանի մնաց նույնիսկ նրա հեռանալուց հետո։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, հայրության մարտահրավերները, ներման ուժը, նոր սկիզբների զորությունը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։